Monk 3 YouTube-յան ալիքը ներկայացնում է հայկական YouTube-յան ալիքների առաջին մրցանակաբաշխությունը, որը կկայանա դեկտեմբերի 2-ին Տաշիր Արենայում։ Հայտագրման համար այցելեք monk3.com, հաղթողները կընտրվեն հանրային քվեարկությամբ։ Մանրամասների եւ կանոնակարգի համար այցելեք մեր կայք կամ գրեք ձեր հարցերը մեր սոցիալական հարթակներում։ Monk 3-ը ներկայացնում է հայկական առաջին dating reality show-ն Սիրասուն։ Յուքոմ ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։ Երբ որ սիրում ես, պետք է սիրես մեկին ու անմնացորդ, համաձայնես հետս։ Սիրասուն։ Ամեն օր փոխակերպվող զգացմունքներ։ Ես ընկեր աղջիկ պեջ ես, լիքը ընկերում եմ։ Աղջիկը առաջ որ քայլում է, Ես չեմ ուզում առաջ քայլեմ, ես ուզում եմ ընդամենը իմ տեմպով քայլել։ Մի հարկի տակ ապրելն ու առօրյա կիսելը խոստովանենք, բարդ է։ Ժամոյ մապել։ Շատ աստղով ես։ Մուաննա։ Անիրական թվացող ժամադրություններ ու անսպասելի էմոցիաներ։ Ես զուլալ ջուր եմ, որ ձեռքերդ հենց ուզես թռչել, սառնությունից կմեռնես։ Здесь Дарья даже вызывается. Վախ։ Ես չեմ ուզում լինել ոնց որ քո առաջին սերի, ես ուզում եմ քո վերջին։ Դիտեք Սիրասունի 6-րդ էպիզոդը։ Եթե հանկարծ ես հաղթեցի ես մրցույթը, ես 15 միլիոնը բաժանում եմ բոլոր մասնակիցների մեջ։ Monk 3 YouTube-յան ալիքով։ Ողջույն Սիրասունի Սիրասուն դիտողներ, վստահ եմ անհամբեր սպասում եք այսօրվա էպիզոդին, պատկերացրեք մենք էլ։ Արդեն 6-րդ օրն է, ինչ մեր մասնակիցները փորձում են ճանաչել իրար, իսկ քարտապանակում մնացել է ընդամենը 3 քարտ, պայքարը վերջապես թեժանում է։ 20 միլիոն դրամ մրցանակին արժանանալու համար մեր մասնակիցներից յուրաքանչյուրը մշակել է իր մարտավարությունը։ Ձեր հաղորդագրություններից հասկանում ենք, որ դուք էլ ունեք ֆավորիտ մասնակիցներ, նույնիսկ ձևավորված զույգեր։ Հիշում ենք, որ դուք նույնպես կարող եք ունենալ մրցանակ, իհարկե 20 միլիոն չէ, բայց կարող եք 10-0 կարճամարին ուղարկել SMS հաղորդագրություն եւ շահել 10 iPhone-ներից մեկը։ SMS հաղորդագրության մեջ պետք է նշել այն զույգի համարները, որը ըստ ձեզ կհայտնվի եզրափակչում։ Մեր մասնակիցների համարները տեսնում եք ձեր էկրանին։ Համար 1՝ Ալեքսանդր։ Համար 2՝ Անահիտ Կոստանդյան։ Համար 3՝ Անահիտ Օթարյան։ Համար 4՝ Աննա։ Համար 5՝ Արման։ Համար 6՝ Գառնիկ։ Համար 7՝ Թամարա։ Համար 8՝ Իլոնա։ Համար 9՝ Հակոբ։ Համար 10՝ Սերգեյ։ Համար 11՝ Վարդան։ Համար 12՝ Վիկտորիա։ Կազմեք որքան հնարավոր է շատ զույգեր եւ ուղարկեք բազմաթիվ SMS-ներ։ 10 iPhone-ներից մեկը կարող է հայտնվել ձեր ձեռքում, այնուհետև ականջին, հետո անկողն ու կողքին ու ամենուր ուր հեռախոսը կարող է իր տեղը ունենալ։ Իհարկե շատ անհամբեր եմ տեսնեմ թե ովքեր են այսօր հանդիպելու։ Կուզեի ինքս որոշել, որովհետև մի քանի զույգի հանդիպման շատ եմ սպասում, բայց որոշում է վիճակահանությունը։ Որոշելու է վիճակահանությունը եւ որոշելու ենք շատ հետաքրքիր միջոցով։ Այս քառակուսիները, որ մեր ձեռքում են, մեր մասնակիցների, մեր սիրասունների սիրուն պատկերներով են։ Այսպես կգցեն գետնին օրինակի համար եւ կիմանան թե ում հետ են ժամադրվելու։ Սկսեցինք։ Ուզեր նկարներով ընտրեիր։ Չէ։ Դու Tinder-ում չկաս։ Չէ։ Okay, Կամ։ Պատրաստ եք։ Պատրաստ ենք։ Սիրասուններ համեցեք։
Ուսնյակ ինչ սիրուն է, ինչ սիրուն։ Այդ տենց անդադասա կրկնի։ Ես սիրում եմ տենց բաներ, թե չէ միշտ ուզում ես ես քեզ գովեմ։ Շատ լավ ես, շատ։ Արսեն, առաջարկում եմ, որ աղջիկները ընտրեմ, համաձայն ես։ Այո, ես կանչում եմ այստեղ աղջիկներին հերթով։ Քեզ էլ կթողնեմ կանչես։ Արի սկսենք Անահիտից։ Համեցիր։ Հակոբ։ Անահիտը կհանդիպի Հակոբի հետ։ Ահա։ Շնորհակալություն։ Գորգը նկարներով սենց անեն, որտեղ իրական կյանքում չեն անում։ Կանչիր նրան եւ նա Ես կանչեմ, Աննա, արի։ Աննա, ընտրիր։ Ունեք ում եք ուզում։ Այո։ Իր հետ եղել եմ երեք։ Իր հետ եղել եք, լավ անցավ։ Եղել է։ Ուրիշին։ Արտակարգ։ Դժգոհ չէիր։ Խորհուրդ եք տալիս։ Շատ լավ։ Այնքան խորհուրդ եք տալիս, որ անընդհատ ինքն է հայտնվում։ Ճակատագիր է։ Եվ ասա իրոք Առաջին անգամ մարդը ճակատագիր է։ խորհուրդ է տալիս, հասկանում ես։ Հալա։ Օ! Ունենք զույգ։ Շատ ուրախացա, շատ հաճելի։ Վերջին կսպասենք։ Ահա։ Վերադարձու խնդրեմ։ Արմանի հետ կհանդիպի, ահա այդ զույգը, որ ձևավորվեց։ Ձևավորիր մի հատ չիք։ Շարունակում ենք, ուզում եմ այստեղ կանչել մյուս գեղեցկուս Անահիտ արի։ Օթարյան Անահիտը կգնա հանդիպման Կարևոր պահ է։ կլաչով, թե առանց։ Չենք հանդիպել, չէ՞։ Սերգեյի հետ։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ։ Եվ հաջորդը կընտրի Իլոնան, խնդրեմ Իլոնա։ Ու Վարդան։ Յանալի, այս զույգը դեռ դեյթ չէր ունեցել, նրանք շատ Շնորհակալություն։ Եվ մնաց Վիկան ընտրի, չէ՞։ Վիկա, արի։ Եվ Տամարան։ Տամարան չես։ Վիկան կընտրի, Տամարան էլ մեկին կվերսի Շատ կգնա։ մոտ էիր։ Շատ Ես մոտիկը լավ չեմ տեսնում։ Գառնիկ։ 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 Եվ հետևաբար Տամարան Սամարա ջան, խնդրեմ։ Ալեքսի Ում ես հետ։ ընտրում, շատ դժվար ընտրություն է։ Չէ, ես չունեմ արդեն ընտրություն, ինձ մնացել է Ալեքս։ Ինչ մնացել է։ Ալեքսը, ահա, այս երկու զույգը Վերջ։ միասին կունենան իրեն ժամադրությունը այսօր, իսկ դուք սեղմեք զանգակը, տարածեք այս վիդեոն, ուղարկեք ձեր սիրասուններին, ընկերներին, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ տեսնի այն գեղեցիկ ու յուրահատուկ չկրկնվող ժամադրությունները, որոնք իրականացնում են մեր սիրասունները։ Սիրասուններն արդեն 3-ական ժամադրություն են ունեցել, իսկ նրանց քարտապանակներում մնացել է 3-ական միավոր։ Չպաճարի, ծառին թող ցավ չպաճարի, ծառին թող ցավ չպաճարի։ Ոմանք արդեն զղջում են նախկին ժամադրյալներին տված գնահատականների համար, ոմանք էլ սպասում երազանքի ժամադրություններին։ Սիրասունում արդեն կան կոտրված ու նոր ստեղծվող հարաբերություններ, լարվածություն ու ամեն օր ավելացող հաղթանակի պայքար։ Դե պատրաստվեք, գնանք ժամադրության։ Սիրասունի բոլոր մասնակիցներն ունեն գնահատման քարտեր, 1-ից մինչև 6։ Յուրաքանչյուր դեյթի վերջում նրանք միմյանցից գաղտնի իրար միավոր են շտորում, սակայն ընդամենը մեկը։ Երբ մասնակիցն օգտագործում է գնահատման մինիշը, դա այլևս օգտագործելու հնարավորություն չի ունենում։ Օրինակ, եթե առաջին դեյթին իր այդ օրվա զույգին գնահատել է 3, շոուի ընթացքում այլևս ոչ մի մասնակցի չի կարող գնահատել 3։ Հանդիպմանը սպասում էի, այսօր նենց տրամադրվածություն է, որ տենց հանգիստ եմ ուզում խոսալ։ հա, այդ քեզանից էլ է գալիս ճիշտ ասած, ես էլ եմ զգում այդ քո անկեղծությունը։ Ճիշտ ասած, սկզբում չէի հասկանում քեզ, որտեվ հա, փակ էիր թվում ինձ։ Ես փակ էի։ Հա, գիտես ինչի, որտեվ ես
Ես ինքս մի անգամից շփվող չեմ։ Ես առաջի քայլը կարողա չանեմ։ Դրա համար գուցե Ես էլ եմ տենց դրա համար մտածում եմ փակ։ Այդ բախումը չի եղել ու տենց փակ ենք թվացել։ Ես այն մարդկանցից եմ, ով չի սիրում նավիազողություն։ Հա, ես էլ եմ տենց։ Որ կստացվի շփվել, կստացվի, չէ, Դրա համար է չէի հասկացել քեզ, բայց ոնց հասկանում եմ հանգիստ նորմալ, adekvat մարդ ես։ Անեկդոտները հանած։ Տուն տանելու տղա է։ Խիխի տենց որ ես գիտեի Չէ, կատակ եմ անում դե լավ, ես էլ եմ այդ անեկդոտներից մեկ-մեկ։ Ես գիտեի հիմնականում դուր է գալի մարդկանց, փաստորեն այդքան էլ չի։ Կատակ ենք անում գառնիկ։ Լավ, ես էլ եմ կատակ անում։ Մի ջրայնացի։ Երկելը հաստատ չեմ կարող ասեմ երկի։ Ծիտիկները իրանց երգում են հերիք։ Բացի երկից, դասանցից ու ինչ-որ արվեստի հետ կապված բաներ։ Արվեստի հետ կապված ես գրում եմ։ Այսօր երկուսն էլ ինձնից թուղթ ու գրիչ էին ուզում, ենթադրում եմ ազմունքելու եմ։ Գրում եմ, ուղղակի իմ գրածները մի անգամ բլոկնոտից մեջ գրում էի, լիքը ստեղծագործություններ ունեի, ես արձակ եմ գրում էի, հանգավորված ինչ-որ բաներ չեմ գրում, երբեմն պատմվածքներ կամ ինչ-որ պուճուր արձակ ստեղծագործություններ, էլի։ Ու մի անգամ ես կորցրեցի այդ իմ բլոկ։ Ես ոչ մեկի ցույց չէի տալիս։ Տպած չկար։ Չէ։ Ձեռագրով գրած։ Ես պատկերացնում եմ ինչ տիպի տրագեդիա է։ Չէ, իրականում սկզբում ծանր տարա։ Ես գրածրնեի, ես ահավոր ծանր կտանեի, խոսքի տենց սրտիցս նստեմ, գրեմ ու էդի կորի։ Հավերժ կորի։ Հա։ Ես կորցրեցի, բայց նայ, ես գրում եմ հենց այդ պահի ապրած իմ էմոցիան, այսինքն ես էմոցիա եմ ապրում ու հետո դա բառերի եմ վերածում, այսինքն իմ մեջից է գալիս դա, որ ես գրում եմ։ Գրողի տեսակ կա, որ ինքը պարզապես ստեղծագործում է կամ ուրիշի պատմությունն է վերցնում ու ստեղծագործում։ Իմը կոնկրետ ես իմ մեջից եմ հանում այդ պատմությունը ու այդ ժամանակ երբ որ կորցրեցի ու ես ոչ մեկի սովորաբար չեմ կարդում իմ ստեղծագործությունները չեմ սիրում որտեվ ես ինձ պոետ չեմ համարում ես այդ գրում եմ բարձրապես ինձ համար մոտիկ մարդու համար կարելի է կարդալ ծնողներս եմ միշտ ուզեցել են որ ես կարդամ եւ այլն ես չեմ կարդացել բայց իրանք թաքուն երբեմն բացել կարդացել են մի խոսքով ես այդպես կորցրեցի իմ ստեղծագործությունները սկզբում շատ նեղվեցի ու հետո հասկացա, որ ինչ որ տեղի ունեցավ, իրականում ճիշտ տեղի ունեցավ, որտեվ ես պետքա բաց թողեի։ Այն ինչ որ ես այդ ժամանակին զգացել եմ, գրել եմ, ինչ որ աճել ես այդ ամեն ինչերով, ու ես հա ուղղակի բաց թողեցի, ասեցի, ուրեմն այդպես է պետք է լինել, որ թազակ գրեմ։ Ու հա, նորից ճիշտ ասած հիմա այտենց էլ բլոկնոտի մեջ չեմ գրում, կարողա դե արդեն հեռախոսի մեջ ես գրում եւ այլն կամ ինչ որ թուղթ եմ վերցնում, թղթի վրա գրում եմ։ Այսինքն որ չէ, հեռախոսի մեջ գրում ես, դե ռոմանտիկան գրելու կորում է։ Սա-թքի Հա, հիմա մի քիչ։ Այդ ժամանակ 17-18 տարեկան էի, որ գրում էի, տենց այդ հեռախոսը հələ շատ բան չէր էլի։ Հիմա որ չես կարդում, ինձ էլ չես կարդալ, ոչ չէ՞։ Կկարդամ, ես պատրաստել էի, քեզ դու գուշակես։ 20 միլիոն ինչ է։ Ես պատրաստել էի։ Կատակ եմ անում։ Ինչ։ Սա Ասա։ Չէ։ Ես կկարդամ։ Չգիտեմ ինչ էիր ուզում ասել, բայց դեռ սպասի, տեսնենք ինչ է արտասանում քեզ համար։ Շատ հուզվում եմ իրականում, որտեղ Ես ուշադիր կլսեմ։ Ու հա, ինչ պոեզիայից ես էլ եմ հասկանում։ Պոեզիայից ես էլ եմ հասկանում։ Ու ասեմ ավելին, վախտին ես էլ եմ գրում։ Դու որ կարդաս, ես էլ քեզ կկարդամ։ Մեկ-մեկ կանենք էլի։ Շատ պատրաստված եք, հա։ Adzin։ Հուզիչ է այս մասը, շատ եմ։ Այս ստեղծագործությունը ես գրել եմ ուղիղ մի տարի առաջ։ Մի տարի առաջ այս վախտը։ Հասկացա, որ այս մարդը ինչ որ առումով կապ ունի իմ աշխարհի հետ։ Ես կարող եմ իր հետ ինչ որ էմոցիա կիսել, դրա համար որոշեցի, որ իր համար կկարդամ իմ ստեղծագործությունը։ Կարդում եմ։ Ես կինո եմ, ստեղծագործություն, կտավ։ Երբեմն շատ բարդ եմ, որ ինձ հասկանալն անհնար է։ Երբեմն էլ այնքան քամոտ ու սահուն, որ հետևից զգալու ինձ հասնել չի լինում։ Ես կին եմ սուրճի կամ դառը շոկոլադի բույրով, որ համ տեսելուց դառնություն կզգաս, բայց այնպիսի հաճույք, որ համը կմնա մտքիդ մեջ հավերժ, բայց էլ ուրիշ տեղ չես գտնի։ Ես կիսատ կթողնեմ, ծարավ կթողնեմ ու սոված։ Եթե երբևէ իմ համը զգացել ես ու թույլ ես տվել քեզ դա կրվել, ուրեմն այլևս երբեք էլ չես գտնի։ Ես ապակու փոշուց պատրաստված զարդ եմ, փխրուն ու կոշտ, որ սրտիդ մեջ խոր ու բաց վերք կթողնի։ Ես ծաղիկ եմ, ես քամի եմ փոշոտ, որ անձրևից հետո հաճելի կթվա, բայց աչքդ կծակի ու կմռմռա։ Ես զուլալ ջուր եմ, որ ձեռքերդ հենց ուզես թրջել
սառնությունից կմեռնես։ Ես անտանելի եմ, ով տանուլ է տալիս քեզ։ Ես փշալար եմ ծաղիկներով պատված, որ դեմքդ կշոյի, բայց կայրունոդի շուրթերդ։ Ես եմ, ում համը միշտ դառնորեն ու անկուշտ կմնաս մտքիդ մեջ, բայց դու դա այլևս չես գտնի։ Ես նայ, դաժե հուզվեց։ Վախ։ Շատ լավ է։ Ես հուզվեց։ Այդ is շուտ պիտի կա, այդ սկզբից պիտի կարդայի, որ քեզ մի անգամից դեն շուտ ճանաչեի։ Ես հուզվեցի։ Շատ լավ էր։ Լավ, ես էլ իմ այդքան իմը ռուսերեն է, դու խի հուզվեցիր։ Անձնական հարաբերությունների հետ կապված այս ամեն ինչը դրա համար Վիկաս հուզվեց։ Իմ համար խնդալու է, որտև ես չեմ կարդում ստեղծագործությունները ու ես չէի սպասում, որ ինչ-որ մեկը կխուզվի։ Չէ։ Չուզեցի էլ զսպել, ու շատ հաճելի պահ էր, իրականում շատ տենց ինտիմ պահ էր, հոգևոր ինտիմության տենց պահ էր Վիկտորիայի հետ, հա, շատ հուզիչ է գրում, շատ լավ է գրում ու խորացա այդ իր տողատակերի մեջ, կպավ լարերին, որոնք տենց հուզեցին ինձ։ Ես իշքան էլ ցինիկ երևամ, սկսուտքի զգամ կարող եմ։ Ես էլ ցինիկ երևում, դու իմ մաֆիա խաղալը տեսար։ Բա դու տեսար։ Բայց դու, լսի, ես շատ զարմացա, որտեղ ես չէի սպասում, որ դու խափել գիտես, այն է տենց խափել գիտեմ, պրոստը չեմ խափում, ես էթի էլի եմ ասել, որ տակ, լավ, սպասի ես էլ անցնեմ իմ գրածներին, այդքան լավ չէր, բայց դե սոտքի ժեստ է, էլի։ Ես չէի սպասում, որ ինչ-որ մեկը կարող է հուզվի։ Всё кривляются мысли, скорлупе словно мимы, как отдрахлевшие бабки тараторят всю ночь. И летят мои стрелы не в цель, а все мимо. Против ветра стрелять мне давно уж не вмочь. Мне по улицам узким бродить стало мило, как на кладбищах тихо, не мешает никто, чтобы мысли в скорлупке кривлялись, как мимы, ну а я чтоб скользил, как безликий фантом. Էսել իմ գրածը։ Սիրուն էր, տխուր էր։ Էսել իմ գրածն է։ Շատ սիրուն էր։ Հա, Եսենինի ստեղծագործություններից լիներ։ Հա, ես Եսենինը Այդ մեծ կոմպլիմենտ է։ Եսենին ես շատ իհարկե իրան չեմ ասնի, բայց մեկ իր գրածները որ կարդում եմ, ասում եմ, այ էս ինքը գրած չլներ, ես կգրեի։ Հա, մի հատ Այ մոտը տենց Բուկովսկին է, երբ ես Բուկովսկի եմ կարդում, ինձ թվում է սրտից սա պոկած դրած այդ ստեղծագործության մեջ։ Ունես ինչ-որ քառատող իրանից, որ հիշես ասես։ Կապույտ թռչունն է իմը, շատ, բայց հիմա չունեմ մոտս, որ իմը չես հիշում։ Չէ, ինքը ծավալուն ստեղծագործություն է իրականում։ Բայց նրա մասին է, որ իր մեջ կապույտ թռչուն կա ու այդ կապույտ թռչունը սիմվոլ է, իր մեջի հեղեղը էմոցիաների եւ այլն եւ այլն։ Դրա համար է։ Ինչ։ Դրա համար է եղիր թռչուն։ Մոտավոր, հա, մոտավոր, be a bird, որը իր ներքին էմոցիաներն է, որ ուզում է դուրս բրծնի, բայց ինքը տարբեր պատճառներով միշտ սեղմում է, իրան հարմարեցնում է, ինչ որ տարբեր մարդկանց, սիտուացիաների եւ այլն եւ այլն։ Երբեմն աշխարհը ստիպում է, որ դու քեզ սեղմես ու սարքես ավելի բան աշխարհիկ անհետաքրքիր նորմայի շրջանակներում, որ այդ նորման ստեղծել են մարդիկ, բայց դու չես հասկանում էլի այդ նորման որն է իրականում։ Նորմալ չկա։ Հա, բայց ինչեր ստեղծել են մարդիկ։ Ու դու սեղմվում ես անընդհատ, որ հարմարվես այդ անընդհատ հոգիդ ոնց որ նեղանում է, էլի նեղացնում ես դու իրան։ Բայց իրականում ես սովորեցի իմ կապույտ թռչնին ազատ թողնել։ Հա, այդ շատ կարևոր բան է։ Հա, որ բաց չես թողնում, ինքը վերջում շուտ է սատկում։ Չէ, անպայման պետքա բաց թողնես ու պետքա առաջին հերթին ինքդ քեզ հավատարիմ լինես, հետո նոր Ախր չգիտես, մեկ չգիտես դու ոնց ես որ հավատալիմ ես։ Այդ չի եղել քո մոտ այդ։ Դե ինքդ քո հետ մնում ես մենակ, ընկերություն ես անում, դու ինքդ քեզ ճանաչում ես, դու ինքդ քո կապրիզներին ես ենթարկվում, երբեմն ցանկություններին, այդ ինքդ քո հետ աշխատանքն է, էլի։
դու անդադար պետքա քո վրա աշխատես։ Ես իմ հետ սկսեցի ընկերություն անել, երևի ես մի վերջի 2 տարվա ընթացքում դեռ առաջ ես ինձ չէի հասկանում։ Իմ մոտ էլ է տենց 2-3 տարի, նույնն էլ իմ մոտ է։ Միջև այդ ես էլ ոչ թե չէի հասկանում, այլ ուպերացիա էր նում, էլի տենց։ Հակառակ էի փորձում հոսանքին գնալ, բայց որ վերջի 2 տարին ես էլ եմ իմ հետ փորձում եմ ընկերություն անել։ Դրա համար էլ բանաստեղծություններ չեմ գրում։ Ամեն շատ հեշտ է։ Երբ երջանիկ ես, կարիքը չի լինում հարցնելու երջանիկ ես ինքդ քեզ, թե ոչ։ Իսկ երբ երջանիկ չես, այդ հարցը առաջ է գալիս։ Կյանքում այդ ոնց որ այդ պարաբոլաները պետք են, թե չէ այդ լավ զգալու պահը ուտելիքը, հա, որ շատ սոված ես, կա դու սոված ես մի բան փոխանցեմ ուտես, չէ՞։ Չէ, բայց ես որ երկար եմ սոված մնում, հետո չեմ ուզում ուտեմ։ Չէ, ես որ երկար եմ սովածանում, հետո անգամ սենց չորացած ինչ-որ հացի կտոր վեկանում կծում եմ, նենց համով է թվում, անգամ այդ չորացած հացի կոմոտ տենց չկա։ Որ երկար եմ ինչ-որ բանի սպասում կամ ակնկալում եմ ու չեմ ստանում կամ չի արդարացնում իմ ակնկալիքները տվյալ մարդը, ես շատ տպավորված եմ Գառնիկով իրականում։ Ինքը իմ համար պոտենցիալ իդեալական տղամարդու կերպար է եւ իդեալական մարդու, որտեւ իր մեջ բոլոր տեսակ հատկանիշները կա։ Ինքը շատ խոր անձնավորություն է, միևնույն ժամանակ ինքը կարող է շատ հումորով վերաբերվել ինչ-որ սիտուացիաների, այդ ծանր ու թեթևի սանդղակը իր մոտ հետաքրքիր ձևով է, էլի տեղակայված։ Գառնիկի ծիծաղը լսեցինք վերջապես, բայց մեղմ էր, հələ իսկական ծիծաղը ավելի։ Դե մի քիչ հուզվել են, դրա համար չեմ կամ տենց։ Հուզիչ է։ Դա, տենց իմ չար ծիծաղով ծիծաղամ, այսօր փափուկ եմ առավոտվանից։ Ես օրինակ հիշում եմ իմ ուսանողական տարիներին բարձր կուրսից մի հատ աղջիկ կար, որ իմ մտերիմների մոտ այսպես էր արտահայտվել իմ մասին, որ իբր ես շատ բարձր եմ ծիծաղում, ինքը վատ էր ասել, էլի, իբր ես բարձր եմ ծիծաղում, այդ վատ հատկանիշ դա, բայց ոնց որ ասես, չգիտեմ, մարդու արտաքնի վերաբերյալ կամ ինչ-որ բան կոմենտ թողես, բայց ինքը հա, մեծ է, բայց ծիծաղը ամեն մեկի ծիծաղը մի ձև է, էլի, ու ես որ բարձր եմ ծիծաղում, ես թվում է դա նորմալ է։ Չէ, իհարկե նորմալ։ Ամեն մարդու մոտ մի ձև է։ Ինչքան բարձր ծիծաղ, այդքան լավ, որ ուրիշները լսեն, իրանք էլ ծիծաղան։ Ու մերոնք ասեն, մի քիչ կամա չես կարա, ծիծաղես պապաս ասում է միշտ, այ ծիծաղը սաստում օրինակ ինքը։ Իսկ դերոնք քո ծիծաղը սաստում են։ Ասա որ դու աստղես դարե քո ծիծաղի շնորհիվ այստեղ սաղ դեյթերի նստած Գառնիկի ծիծաղի մասին եմ խոսում։ Դու ես ծիծաղով չէի ուզենա հայտնի դառնայի, իհարկե։ Բայց ակամայից դարձար։ Էդի ցուցակի մեջ է որ խոսքի այս սանով կուզենայի հայտնի դառնայի, այս սանով կուզենայի, այս սանով կուզենայի, էդի երևի տես նախավերջին տեղն է գրավում։ Իսկ առաջինը որն է, հələ ասա։ Առաջինը։ Եթե գաղտնիք չի էլի իհարկե։ Նո, չգիտեմ։ Էդի թող գաղտնիք։ Կամերաները կանջատենք ասես էլի։ Կամերաները կանջատենք կասեմ։ Էդ են մենակ տենում, էլի հիմնականում սենց, այ գնանք։ Դե հայտնի լինելը լավ բան է, եթե դու շատ փող ես աշխատում այդ բարակայում, հա։ Բնական է, սաղն է ուզում եմ, բայց եթե… Չէ։ Սիրասուններս, ձեր ժամանակը վերջացավ, ժամանակն է քվեարկելու։ Ամենաբարձր թիվը, որը մնացել էր ինձ մոտ, այդ 4-ն էր, ու ես այդ 4-ը տվեցի Գառնիկին, բայց Գառնիկը հաստատ այդ 6-ին էր արժանի։ Ու ես մտածում եմ հիմա, ես 3 ճիշտ եմ արել, թե ոչ, որ Արմանին տվել եմ այդ 6-ը։ Ես շատ ափսոսացի, որ բալերից ահավոր քիչ էր մնացել։ Ոնց մնացել էր 1-ը, 3-ը եւ 6-ը։ Իրան 3-ը տվեցի, բայց 3-ի չէր ընդհանրապես մեր հանդիպումը։ Իրականում, եթե կհիշեք, ամենասկզբից մի քանի հարցազրույց առաջ ես ասել էի, որ
ես իմ ամենաբարձր թիվը պահել եմ Գառնիկի համար, ես այդպես եմ կարծում, որ 6-ը նրան կտամ, բայց 3 հանդիպում տեղի ունեցավ Արմանի հետ եւ ինձ մոտ միտքս փոխվեց, այսպես ասած։ Ես 6-ը տվեցի Արմանին։ Բայց հիմա կարծում եմ, որ գուցե ես սխալվել եմ։ Ես 6-ը մեկը պետք է պահեի Գառնիկի համար։ Երեկվանից սկսեցի ափսոսալ բալերի համար, որ բաշխումը բալերի ճիշտ չարեցի, ոնց հասկացա։ Մասնավորապես կուզենայի փոփոխել երկրորդ դեյթի Անայդ Կոստանյանի հետ բալերի փոփոխությունը, հուսամ վերջում ինչ-որ սյուժետային փոփոխություն կլինի եւ հնարավորություն կընձեռվի ինչ-որ բալեր փոփոխելու։ Այ ես ձեր կլասիկ ցավը տանեմ եկան երեխեք։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, դու։ Շատ լավ։ Նախորդ դեթից հետո մի անգամից sense հրաշք։ Շատ սիրուն տխա, բնությունից մի անգամից օրվեստ։ Ես սպասում եմ երբեմն շորիկը հագնելու։ Հա, Սերգեյի հետ շատ սիրուն է շորիկը։ Սպասում եմ, որ իմ հերթը գա։ Այս ինչ տակտիչնի հարց է տալիս նա։ Որ կողմը ավելի շուտ գար թե ուր։ Տարբերություն չի եղել, բայց ուզեցել եմ որ գա։ Որտեվ հետաքրքիր անձնավորություն է ըստ Իսկ ինչ ես պատկերացրել, ինչ դրամատուրգիայով կամ ինչ թեմայով կամ ինչ ձևից կուզես ունենաս, հետո ավելի կատակային, ավելի հոգևոր կամ խորը կամ սիրային։ Ինչ ձևից ես պատկերացնում։ Կարող ենք բոլոր թեմաներից քիչ-քիչ խոսել, բայց ժամանակի մեջ որ տեղավորվենք։ Դե արիս խմենք մեր սկսելու համար։ Խմեցինք։ Էլի խաղով է։ Առաջին օրը հենց ծանոթանալուց զգացել եմ, որ Օթարյան Անահիտը ամենաերևի անկեղծ, ամենահանգիստ, միաշերտ աղջիկներից մեկն է։ Կյանքումս շատ բան եմ տեսել աչքերս, թե բնության հետ կապված, թե արվեստի հետ կապված, բայց առաջի տեղում իմ համար Փարիզում Սան Շապելի տեսած վիտրաժներն ա, որ շատ սիրուն էր, աչքերս շնորհակալ էր կյանքից, որ այդ բանին այդ ամեն ինչը տեսնում եմ։ Տեսողությամբ։ Չէ կատակ եմ անում։ Երանի մի օր ես Ֆրանսիայում չեմ եղել, մի գեղեցիկ դեյթ ունենամ Էյֆելյան աշտարակից, ատնդողում է, էլի, Էյֆելյան։ Ոնց ես, ինչ ես կարծում կսիրես Էյֆելյան աշտարակը, թե չէ, որտեղ մարդիկ կան ասում են, հեռվից է գեղեցիկ, հասնում ես սիրուն չի։ Քանի չեմ տեսել, չեմ կարող հստակ ասեմ, բայց ինքը նու Փարիզի իմ համար ռոմանտիկայի այդ քաղաքն է։ Հիմա ազատ մի շաբաթ ունենայր, ինչ կանեիր, ում հետ կգնայր, ընկերների հետ կտրամադրեի ժամանակը, թե ընտանիքիդ։ Մենակ կգնայի բալի։ Մենակ։ Հա, հա։ Հոգնես ես մի քանի օր հոգնե, պրոստը մենակություն սիրում եմ։ Հա, հանգստի համար նախընտրում եմ մենակ լինել։ Շատ ես սիրում մենակություն։ Հանգստանալու համար, հա, բայց ընդհանուր կյանքում մենակ լինել չէ։ Իսկ ես համարում ես մենակ մարդը քո կողքին կամ մարդիկ ընկերներ։ Ես մենակ կյանքում չեմ զգացել, բայց մենակ եմ, նույնիսկ ամենաճնշված ժամանակներում, չէ, հաստատ մենակ մարդ չէ։ Բախտավոր եմ այս առումով, թե տեղա թե աղջիկ շատ ընկերներ ունեմ ու երբ իրենց հաջողություն տեսնում եմ, հուզվում եմ, ես այդ հուզվելուց հասկանում եմ, որ իրանք շատ կարևոր մարդիկ են իմ համար ընկերներ են։ Հա, իմ համար էլ է տենց, ես էլ ունեմ տղա ընկերներ, աղջիկ ընկերներ ու ես այնքան կռվում եմ, որ ինչ-որ թեմա է բարձրացվում տղա ընկեր ունենալու հետ կապված, որ մարդիկ ասում են, չէ, չի կարող նամանավանդ գեղեցիկ կինը ունենալ լավ տղա ընկեր։ Իմ համար դա ասում է այն մարդը ու հիմնականում տղամարդիկ են անում այդ արտահայտությունը, որ իրանք չեն կարողանում տարբերակել ընկերությունը մնացած բոլոր ցանկություններից։ Կախված է այդ մարդիկ ինչ արժեքների կրող են, որովհետև ես ունեմ հոգևոր ընկերների մեջ շրջապատ, ովքեր իրոք բոլորը մեկը մյուսին ընկեր են ու
շատ ֆանտաստիկ է, երբ ես հանդիպեցի իրենց։ Խելացիա, հոգատար, նենց փոքր նյուանսներ կա, ոչ բոլորն են կարողանում հաշվի առնել ու ինքը ու հետո շատ հումորով էլ է, ինքն էլ է շատ հումորով։ Ուզում եմ ասեմ, մեր այս երկու հոգիս նենց հանտրվել, որ ընթացքում շատ-շատերի հետ է սկսում ընկերանալը ու ակամայից է դա ստացվում։ Նենց ես գնում եմ ոչ մեկի հետ ընկերություն անել, դիտմամբ այդ թեմաներն եմ խոսում կամ ինչ-որ մի բան։ Դու խոսում ես թեման բացվում ու զգում ես, որ ինչ-որ նմանություն ես թեմայի շուրջ ունես այս մարդու հետ։ Հետո, չգիտեմ, իմ մոտ, որ вообще ես տարիքային չեմ զգում ոչ մի ոնց որ ընդհանուր ինչ-որ հավաքված լինենք ու վայելում ենք էլ ես process-ը։ Շատ տարբեր լինելով կարողացել ենք գտնել իրար էլի։ Հա, շատ հավես է։ Իմ մոտ էլ այդպես է տարիքային տարբերությունը շատ քիչ եմ զգում։ Այդ մի բացատրություն ունի իմ համար, որ ժամանակը ահավոր արագ անցնում։ Տոմայի հետ էլ այդ խոսում եմ, դու ինձնից բավական մեծ ես, բայց դու երեկվա նման հիշում ես քո 24-ը, այնպես որ մենք շատ մոտ ենք իրար։ Հա, Տոմայի հետ ես էլ այնքան լավ զրույցներ ենք ունենում, վայ։ Ու Տոմայի հետ ինչ-որ արդեն խոսում ենք, խորանում ենք բանը, ասում եմ, վայ, լսի էլի մոռացա, որ դու 22 տարեկան ես, ասում եմ, լսի այդ նորմալ է, որովհետև ես 22 տարեկան եմ, բայց ես չեմ սիրում ինչ-որ կանգնեմ ինչ-որ հստակ ինչ-որ կետի, ասեմ, հա, ես այս տարիքում եմ, ինձ ինչ բանը կարելի է, մնացածը անհասանելի է, չէ, ես սիրում եմ ամեն ինչ ուսումնասիրել, ընտրեմ, որը ինձ դուր է գալիս, դրա համար, չգիտեմ, աշխարհայացքը ես գնահատում եմ այդ կարգի մարդկանց, որ անընդհատ կատարելագործում են, անընդհատ ընդունում են իրենց սխալները ու աշխատում են, ոչ թե միանգամից ինչ-որ մեկը նկատողություն է անում ու դրանից իրանք վիրավորվում են ու նույնը կրկնվում է։ Անահիտը արդեն ենթագիտակցորեն նմանություն է փնտրում այսօրվա Սիրասունի հետ, Սերգեյի հետ ու հետաքրքիր է, թե արդյոք ինչ նմանություններ և ընդհանրություններ կան։ Ես սիրուն բան տեսնում հուզվում եմ, դու ինչից ես հուզվում ամենաշատը։ Իսկ Անահիտին, որ տեսար, ինչքան հուզվեցիր, Սերգեյ, ինչ կատարվեց քեզ հետ։ Արդյոք փշաքաղվեցիր, ոգևորվեցիր։ Ինձ թվում է, երբ ծնողներս երջանիկ են լինում, հուզվում եմ, երբ ընտանիքս միասին է լինում, ոչ թե մասնատված ամեն մեկը ինչ-որ երկրում, ինչ-որ խառը եղբայրս հիմա մեր հետ չի, բանակում է ու այդ պահին որ բոլորով ենք լինում, հուզվում եմ, հա, ես էմոցիոնալ մարդ եմ, ես չեմ թաքցնում, հա, ու ես մեծ հաճույքով բոլոր էմոցիաները ապրում եմ։ Իսկ իրոք սիրել ես կյանքում։ Ինչ։ Մարդը։ Ինչ որ մեկին սիրել։ Հա, ինչու։ Ինձ թվում է բոլորս էլ ինչ-որ ընթացք ունենում ենք հրապուրանք, գիտես ոնց հրապուրանք սիրահարվել, չեմ ուզում խառնել սիրելու հետ։ Ինձ այս ժամադրության մեջ ամեն դեպս գրավում է, որ երկուսն էլ խոսում են հարաբերություններից, որովհետև սովորաբար մեր սիրասունները տարբեր թեմաներ են շոշափում, ինչը էլի հետաքրքիր է, հոգեբանական եւ այլն, բայց այստեղ ավելի հստակ կտրուկ են կին-տղամարդ հարաբերությունները շոշափվում, թե ով ինչ է նախընտրում, ով ինչ նախասիրություններ ունի ու առհասարակ կարծում եմ, որ սա երևի թե կարևոր բան է յուրաքանչյուր զույգի պարագայում, հա, որ մեկը մյուսին լսի, թե ով ինչ է սիրում, ով ինչպես է սիրում, ով որտեղ է սիրում։ Ինձ թվում է չեմ հասել սիրելու աստիճանին։ Ես հասել եմ եղել հրապուրանք, սիրահարվածություն, բայց քանի որ ունեցել եմ ռացիոնալ բանականություն, ամեն ինչ վերլուծել եմ, հասկացել եմ, որ չէ, ես ավելի խոր պետք է մտածեմ։ Շատ է լինում, բայց ասեմ ինչ կարող է նաև լինել, կարող ես դու սիրել, հետո անցնի, հետո նորից սիրել ու հասկանալ, որ այս սա է սերել։ Այս սա է սերել։ Եղել է, որ հասել եմ այդ սիրում հակարդակին, հետո այլ հարաբերություն եմ հասկացում, որ ոչ, սա է սերը։ Մարդիկ տարբեր են, չէ, ասենք դու նույնն ես, բայց մոտ տենց բան լինի, սիրեմ մեկն ու հասկանում, որ էս էլ սեր չէ։ Ես ունեցել եմ սեր ու շատ լավ սիրել եմ ու սիրել եմ այն սերը, որը ես սիրում եմ։ Դրանից հետո ես էլի վերադարձել եմ ավելի շատ ինքս ինձ, ինքս իմ նպատակներին, կարիերային, բայց հիմա զգում եմ, որ ժամանակն է ամեն դեպքում ես
կուզեմ իմ կողքին ինչ-որ մեկը լինի։ Իրա մոտ չանցած սիրո հետքեր կան, որ ամենաուժեղ ձևով է, եթե դու լնես այն կերպարային կինը, որ ուզենաս կյանքում ամեն ինչ լցնես, լրացնես, ինքը հա վերադառնալու է հին, ու այդ ինքը իր մեջ պետքա բուժի։ Ես չգիտեմ, ես կլինեմ Պողոսը, կլինի Պետրոսը, կլինի, ոչ մեկ չի կարող այդ ամեն ինչ իր մոտ փոխի, եթե ինքը չկա այն հոգեբանական վիճակին, որ всё ավարտվել է այդ պատմությունը, ես արդեն մաքուր եմ։ Սիրտս կոտրված չի, չէ։ Իսկ ուզես սիրել, զգում ես, որ կյանքում պակաս է, դու պետք է արդեն ինչ-որ մեկը սիրել, թե հələ լավ ընկերներ, ընտանիք, կարիերա։ Ոնց որ մամայի սրտով խոսայիր։ Իսկ դու ուզում ես սիրել Անայի ջան։ Ես չեմ կարող ես չշտապել իհարկե քո դեռ փոքր ես։ Փոքր եմ։ Այս դեպքում այդ կոնվերսից այլ ինչ ցանկություններ կան, ինչ էմոցիաներ կան։ Ոնց զգում ես, որ բաց է այդ ու պետք է լրացնել, պետք է մարդ այդ սերն է պետք կյանքում ընդ։ Գիտես ոնց կասեմ, չի գալի ինձ մի պահ, որ դու ասում ես, «Всё, ես արդեն պատրաստ եմ սիրուն»։ Դա ինձ թվում է մեծ process է, ավտոմատ է լինում, ու հենց դա գա, ես այդ պահին արդեն կզգամ եմ ձին։ Մեկը շատ եմ կարոտել հենց իմ սիրելը, թե ոնց եմ ես սիրել։ Իմ վերջին սերը, թե ոնց եմ սիրել, շատ եմ կարոտել։ Աչքից հասկանում եմ, բայց ոչ ցավոտ սեր է եղել։ Չէ։ 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 Շատ է սիրել, բայց ցավոտ չէ։ Ես չեմ խոստովանել, որ սիրում եմ ինքս ինձ նույնիսկ։ Հետո ինչ-որ բայ կորցրել եմ ու հասկացել եմ կորստից հետո, որ ես սիրել եմ։ Այդ ավելի Ես եղել եմ հոգատար, եղել եմ ուշադիր, այդ ողջ ընթացքում իմ սիրելու ձևը շատ է դուր եկել։ Հիմա զգում եմ, որ մի էմոցիաներ սեր պետք է։ Իսկ ես ավելի շատ տեսնում եմ, քան լսում։ Այսպես բացատրեմ։ Կա չէ արտահայտություն պատմիչ տեսնեմ։ Հա։ Ինչի մասին է, էլի։ Դու պատմиш, որ ես նայեմ քեզ ու տեսնեմ։ Աչքերիդ մեջ, միմիկաներիդ մեջ։ Հետո հասել, բայց քո ոգին հայացքն էլ մարդու մասին շատ բան ասում։ Ես միշտ փորձում եմ տեսնել։ Ինչքան ուզում եմ ականջներս լսում եմ, փորձում եմ տեսնել էլի իրական։ Կանայք ականջներով են սիրում, տղամարդիկ ստամոքսով են։ Նաև աչքերով, եւ այստեղ կա եւս մի զույգ աչք, որ ձեզ հետևում է, բացի մեր սիրասունի հետևորդներից։ Սիրելիներս, ժամանակն է քվեարկելու։ Մի հատ խմեք, որ ավելի հաճույքով քվեարկեք։ Հաստատ Սերգեյի 3-ի արժանի չի, բայց ես ունեի մաքսիմալ 3-ը ու ես տվել եմ։ Պատճառներից մեկը, որ ես նրան տվել եմ 6 միավորը։ Այո։ Ես գնահատել եմ հենց այդ տեսակի ու այդ դրսևորումները։ 20 միլիոնը մեծ գումար է ու մենք այստեղ երբեմն գուցե նույնիսկ մարդկային որոշ բաներ դնենք կողքի հանուն այդ 20 միլիոնի ու գուցե մենք ինչ-որ երկշերտ խաղեր օրինակ խաղանք, այսպես ձևակերպեմ, հանուն այդ 20 միլիոնի։ Մենք ճանաչում ենք իրար ընդամենը մի քանի օր ու չունենք այնպես ընկերություն, որ դա չզոհենք հանուն 20 միլիոն, որտեղ 20 միլիոնը կամ թեկուզ 10 միլիոնը շատ մեծ գումար են։ Ու բոլորս էլ պատրաստ ենք ինչ-որ ավելի երկշերտ պայքարի մեջ մտնենք։ Եթե ունենայի բոլոր քարերը ու դասավորեի այնպես ոնց որ այս հիմա կդասավորեի 5 կտայի Սերգեյին, գիտեք ինչը չի բավականացնում, որ մինչև 6 գնա, իմ համար այնպես տպավորություն է, որ իր սիրտը ամբողջությամբ ազատ չի նոր հարաբերություններին։ Ես տենց եմ զգացել, չգիտեմ, կարող միգուցե ես եմ սխալ զգացել, միգուցե իրավիճակն էր ուրիշ, այդպիսին էր։ When I'm with you, I'm missing parts of me, oh it's true, but I lose myself in you. Lose myself in you. Որտենք տեսա։ Ասի։ Ահա։ Կայֆ չի։ Շատ կայֆ է։ Աստի։ Ուֆ։
ուժեղ տեսարանը։ Այդ քո կանաչ աչքերով, կանաչ ֆոնի վրա բարով տեսանք, բարով մեզ լավ դեյթ։ Շատ ուրախ եմ, որ ստե եմ եկել ու շատ ուրախ եմ, որ քո հետ եմ եկել։ Ես էլ։ Հաճելի է։ Նույնպես։ Չին։ Վայ Աննա։ Մի բաց բոլոր խաղաքարտերը։ Սենց տեսարան։ Հայաստանում առաջին անգամ։ Ես միշտ երազել եմ սենց տեսարան տենամ։ Այսօր չգիտեմ, խի մտածում եմ, որ սենց տեղ են գալու, բայց հետո մտածեցի, որ դժվար սենց տեղ լինի вообще։ Դե պատմի տենամ, ում հետ ես ապրում, որտեղ ես ապրում։ Ում հետ եմ ապրում։ Տարիքդ գիտեմ։ Ապրում եմ քո հետ։ Կանորա, 10 կողքով ապրում ենք։ Հա, հաճելի միջավայրում։ Ներով կիսվեմ։ Вообще, հետաքրքիր գիտես որ ունես պատմության մեջ։ Որ ես вообще լրիվ ուրիշ մարդ էի պատկերացնում ջոկիր։ Քո աչքերը շատ բան են ջոկիր։ Ոնց որ սենց ծավալ խորամանկ աղջիկ ես։ Բայց հետո արդեն տեսոր սենց բրամուն մարդ է ջոկիր։ Սենց լրիվ սենց դեմքին ասող բան ամենակայֆը է դա։ Այդ շատ լավ բան է։ Ուրախ եմ։ Հələ նախագծից հետո որ շփվենք ավելի հասկանալի կլինի։ Ես հուսով եմ մենք կշփվենք։ Իհարկե։ Հենց այսօր ինչ որ բան էր։ Հետաքրքիր միջավայր է։ Չէ, չեմ կարծում որ տենց տպավորություն կարաս թողնես, թեկուզ կար տենց դեյթ, չեմ ուզում ամեն դեյթի մասին խոսամ։ Вообще դեմ եմ։ Անսպասելի։ Ժամանակ ուրիշ դեյթերից խոսես։ Նայի հետ։ Ճիշտ նկատողություն։ Հասկացել ես որ մեր գինին քո շորտների հետ բեսամ ցածում է։ Աչքերիցս բանի հետ։ Դե ամեն ինչը բռնացրել ես, ինչ ասեմ։ Ближний бой եմ մտել։ Ես ոչ մի բան պրոստը չեմ անում։ Ինչ որ բան ցույց տալու համար կամ չգիտեմ։ Ով ինձ ճանաչում է, իրականում կհամաձայնեմ հետ, տակնա կոմենտներում կգրեն ճիշտ է ասում։ Տենց է։ Շատ հաճելի է։ Դիանետ էլ ես ասում։ Քեզ էլ ես ասում շատ։ Ռոզվին սենց։ Իսկ նախագծից հետո ինչ ես անելու։ Նախագծից հետո էլի իմ երկով եմ էլի զբաղվել, իմ առօրյա կյանքն եմ անցնելու։ Հա։ Բայց արդեն մտածում եմ էլի սենց հետաքրքիր դեյթերի մասին։ Օ։ Դու այս քանի օրվա ընթացքում հասկացա, որ ես միշտ անհետաքրքիր դեյթեր եմ ունեցել, ու սենց լոկացիաների առումով էլի։ Հնարավոր է ձեզ են բերել տղաներին, որ ցույց տան, որ սենց տեղ կա։ Բացի այդ հա ինստված ասում ես որ առօրյայում օգտագործեք։ Տարել տես դեյթի տենց որ լակած։ Աչքերդ էլ ես կանաչ ֆոնին աջոկի։ Ես ծաղիկն եմ բան։ Բայց չես նկատել, սենց չեմ կարում սես քեզ գտնեմ սես ծաղիկ։ Խառնվում ես ծաղիկների հետ։ Լավ Էրիկա։ Էրիկա ծիծաղացնես։ Վերանային շատ հեշտ է գրավելը, շատ հեշտ է խաբելը։ Չեմ ասում Արմանը խաբում է, բայց հեշտ հավատացող աղջիկ է։ Արմանը շատ ռոմանտիկ էր, շատ հետաքրքիր, տեսքը գնահատելուց ինձ ընդհանրապես դուր չեկավ ինքը։ Բայց հետը շփվելուց շատ դուրս եկավ։ Շատ հանգիստ է, միատոն, ոչ փոփոխական, բոլոր պահերը անմոռանալի էր, շատ հետաքրքիր տեսարան էր։ Արի խմենք անկեղծության կենացը։ Արի։ Դետեկտորի ժամանակ ինձ հարցրել են անկեղծությունից, ես պատասխանել եմ, կարծում եմ ճիշտ եմ պատասխանել։ Պրոստը անկեղծությունը պետք է բանջարան, էլի չչարաշահեն ինձ թվում է։ Համաձայն եմ։ Ամեն դեպքում բոլորս կունենանք ինձ թվում է այս նախագծից հետո հնարավորություն իրար հետ շփվելու ու հաստատ հասկանալի կլինի ով է вообще իր դեմքով եղել, ով ոչ։ Հուսով եմ։ Ու նայողներն էլ կիմանան մեզնից ով է вообще իր դեմքով ստե գտնվել, ով ոչ։ Հետաքրքիրը ավելի շատ դրա մեջ է։ Այո։ Համամիտ եմ։ Պատմես դու ով ես հարաբերությունների մեջ։ Ով եմ։ Իսկ ինչ կա հարաբերությունների մեջ, որ կարանամ ասեմ ով եմ, հետ եմ ուզում հասկանամ։ Ինչ ձևի մարդ ես, չէ՞, օրինակ պայքարող ես, չգիտեմ, ավոր խանդոտ ես, ենթարկվող ես, լիդեր ես։ Երևի բոլորը մեկի մեջ։ Համաձայն չեմ Աննա ջան, sorry։
Դու ենթարկվող ես, սիրահարվող ես, տարվող ես, հավատացող ես։ Այսքան բան։ Թե ամեն հարաբերություն ինդիվիդուալ։ Չէ, չի կարող ամեն հարաբերություն ինդիվիդուալ լինի։ Եթե ինչ-որ հարաբերությունում դու չունես թեթև խանդ կամ ինչ-որ այդ քո ասած բաներից, ապա քո համար այդ հարաբերությունները ոչ մի նշանակություն չունեն հաստատ։ Չի կարա իմ կարծիքով տենց։ Իհարկե։ Նու չես կարա չխանդես, բայց խանդելն էլ գիտես տարբեր բան է։ Մի բան է, որ կողակիցդ ուրիշներին առիթ տա կամ ուզենա ինչ-որ կապ հաստատի, չգիտեմ, ինչ-որ տենց բան։ Բայց կար չգիտակցված անի։ Այսինքն ինքը տենց չուզենա, բայց կողքից տենց երևա։ Չեմ կարող ասեմ, մի քիչ դժվարանում եմ հարցը պատասխանել։ Ասենք եթե կողիս գտնվողին ինչ-որ մեկը ուշադրություն տա, չեմ խանդի, հաստատ չեմ խանդի, вообще չեմ խանդի։ Բայց եթե հակառակը լինի, հնարավոր է, հա։ Հնարավոր է որն է, հաստատ է։ Ես շատ խանդոտ ես։ Թե, ոչինչ, նորմալ էլի։ Հասկաց։ Տիրպիմա։ Իսկ ես որ ծաղիկի հետ ես ասացնում։ Ինձ։ Հա։ Չեմ կարող ասեմ։ Ես կարամ։ Այդ հարցը դրա համար էլ տրված էր, որ պատասխանը հնչեր հարց տվողի կողմից։ Ադուվանչիկ ես։ Է որ փչում ես թռնում, հա։ Շատ ուշ։ Բայց ղի ադուվանչիկ մազերից պատճառով։ Դե մազերի համը տենց տատու ման ասում ես։ Ամեն շատ փոքր ես կփչեմ կթռնես, հա։ Թե։ Լավն է։ Ինձ էլ ադուվանչիկի հետ ոչ մեկ չեր ամեմատում, շատ հաճելի է։ Ես սիրում եմ լինել առաջինը։ Ով չի սիրում Արման ջան։ Նորմալ բաներում լինենք առաջինը։ I don't want to be your first love, I want to be your last one։ Ոյ, սոբժե տենց անգլերենից շատ հեռու եմ։ Ահա որ հեռու եմ։ My English very bad։ Ես չեմ ուզում լինել ոնց որ քո առաջին սերը, ես ուզում լինել քո վերջինը։ Աննան ցած մի քիչ ուրիշ տեսակ է։ Այն առումով ասեմ, ինքը նախ տարբերվող է թե իր հակուկապով, թե ստիլով, թե դեմքով, այդ իր տենց փուճուր վիճակներով այդ ադուվանչիկ թե տարիքով, որ ամենաշատն է դուրս գալիս, որ մեր տարիքային տարբերությունը մեծ է, որովհետև իր հետ ամեն ինչ չի զգացվում ընդհանրապես, ու ոնց հասկացա այսօր, ինքն էլ այդ ամեն ինչ չի զգում, չգիտեմ, իմ կյանքում հիմնականում իմ մոտիկ աղջիկները կամ ասենց ասեմ էքսերը ինձանից տարիքով մեծ են եղել, դրա համար ավելի ոնց որ ավելի կոմֆորտ է ինձանից մեծերի հետ իմ հետ շփվելը, քան փոքրերի հետ։ Իմանե, մենք ունենք կես ժամ ժամանակ։ Որ իրար համոզենք։ Իմ կարծիքով չարզիկ։ Որ հենց ենք եկես դե։ Ես համոզված եմ, կարաս մեկը դնես, вообще պրոբլեմ չկա։ Մեկը քեզ 6-ից դնելու եմ։ Ինձ դա քիչ ես դնելու։ Ну, տենց կարևոր չի։ Ով խոսած ես լրիվ ուրիշ բան ես։ Okay։ Այսօր այնքան լավ հետաքրքիր բաներ քաղեցի։ Վաղը երևի Ալեքսի հետ գնամ դեպի անդե կռիվ բան կարող է լինի։ Խարդի ժենիկ լինի էլի։ Չէ, շատ լավն է Ալեքսը չարժի։ Ինքը տենց հաջող, ինքը իր ձևի է։ Արդեն ճանաչում եմ Ալեքսին։ Անշար գիժա։ Շատ red flag է, շատ։ Ինչ երազանքներ ունես։ Ես Երազանք, բայց ոչ նպատակ։ Երազանք։ Երազում եմ միշտ ջահել լինել դրա մասին։ Դա իմ երազանքն է։ Դե կարաս տենա լավ չի։ Կարաս լինես։ Այո։ Դա իմ միակ երազանքն է։ Ու դեռ հələ որ կատարվում է։ Բայց երազանքի մեջ ես։ Հա, հələ вообще կյանքը երազանք է հիմա, գիտես։ Ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ սենց է գնում, ամեն ինչ իմ սրտով է, շատ հաճելի է, որ սենց է ամեն ինչ, շատ ուրախ եմ, որ вообще ռիսկի դիմեցի, լսեցի իմ ընկերուներից մեկին ու ուղարկեցի իմ հայտը, շատ ուրախ եմ, որ սենց ստացվեց, ես կյանքում չէի պատկերացնի, որ այսքան ուրախ օրեր կունենամ, շատ գոհ եմ, շատ ուրախ եմ ամեն դեպքում, ամեն ինչ շատ դուրս է գալի, ես ուղղակի մենակ հաճույք եմ ստանում, անգամ ինտրիգներից, անգամ դաժե մտածում եմ Ալեքսի հետ դեյթի մասին շատ մեծ ինտրիգի մեջ եմ, որովհետև շատ տարօրինակ են
Չեմ իմանում։ Ես լում հասկացա։ Ոնց նստած եկնում մեկը գալիս է, ոնց դեյթից հետո, չէ՞։ Հա, բայց ավելի շատ սիրում եմ, որ տունը հավաքվում ենք բոլորս, այդ վիճակը вообще դες որ բոլորը իրար հետ նստում ենք, սաղ սկսում են մեկը մյուսին կծում է, մեկը մյուսին մոզական ուստի ճակատիտ։ Մի ասած ոնց։ Երթվում եմ, էսա։ Всё, թռավ։ Որ մեկն էր ասա դեմքը։ Այս մեկը այս աստեա։ Դեմքը։ Ան։ Արի խմեն քո իսկական կենացը։ Իսկական։ Հա։ Իսկական գենացը որն ալ է։ Իսկական ես։ Ես թվում է, էլի։ Դե լավ։ Դե հիմա նայ, մասից մի քիչ բանով ասեմ, պրիմիտիվ ձևի ասում, այդ զուտ պրոստը ասում եմ, բայց կմեկնաբանում խեմ ասում իսկական, էլի։ Դա այդ բավ չի ասում իսկական։ Նոր քեզ հերվիս տենայ, չի պատկասն որ դու իսկական ես ճոգիր, կասեմ այդ կլինի կապնում։ Բայց իսկական առումով ինք կատնում քո անկեղծ ու բրամոյ ինելու պահով ճոգիր։ Ապրես։ Շատ քիչ են հանդիպում տենց մարդիկ։ Երթվում եմ վաղը հաջորդ հանդիպման ինքը լինելու է էլի սենց սիրարված, էլի սիրուն ճիշտ խոսքերով։ Չգիտեմ ոնց է կարողանում։ Բոլորս գիտենք, որ աղջիկները սիրում են ականջներով, բայց այդքան շատ չի, ավելի շատ արարքներով այդ մեր love story-ն ոնց որ նկարելուց գրկեցի, տենց ֆրցրեցի, բանան գանք, տենց ավոր խնդալու բաներ ա եղել այսօր, հետաքրքիր սիրում։ Դու էլ որ բան ես ավոր սենց էմոցիոնալ բան, սենց բռնկվող պայտակով, սաղից բարձրն է դու ես խոսում։ Նկատել ես։ Իսկ իմ մոտ է հակառակն է ճոգիր, ինձ միշտ ասում են բարձր։ Հա, ինչ ես ասել։ Ես չեմ կարող։ Հաճելի է, շատ հաճելի է, որ կամացես խոսում ես է բարձր։ Ճոգիր։ Որ բոլորը լսեն։ Լսես դու դες բարձր ասես։ Հա։ Միտքն եմ ասում։ Շատ լավ բան ասեցիր, համաձայն եմ։ Չին։ Ընդհանուր բանը շատ ունենք։ Երկուսս է սիրում ենք համ պիրսինգ, համ տատուիրովկա, համ նույն երաժշտությունն ենք լսում, չնայած 12 տարվա տարբերության։ Ինչ կուզես բա այսօր գրանք տուն անենք։ Այսօր մեր դեյթի օրն էր։ Հետաքրքիր առաջարկներ կան։ Ես կուզեմ գնանք տուն մեր դեյթը շարունակենք։ Տունը։ Տուն, sense չայով, սնեքերով բան, չգիտեմ։ Ոյ, չայով, ամենասիրած բանն է չայը։ Հեսա հոլ բան անելու, ցուրտ առնելու բան ստեղ։ Հենց հարմար կմրսենք։ Գետանք տականանք։ Գնանք տականանք։ Մրսել է երեք եմ մրսել շատ։ Երեք բոլորը մրսել են։ Շատ հետաքրքիր զրույց է, իհարկե դժվարությամբ պետք է խնդրեմ ավարտել դեյթը, բայց դե ուրիշ ելք չկա։ Ժամանակն է քվեարկելու։ Ժամանակն ավարտվեց։ Քվեարկում ենք։ Արմանը ստացել է իմ ամենաբարձր գնահատականը, որը ես ունեցել եմ, որի համար շատ զղջում եմ, որովհետև ուրիշ չունեի։ 3 հաստացել, ես մի քիչ սխալ եմ գնահատականները։ Բաժան է։ Բայց դե էլ բաժանել եմ, ինչ ասեմ։ Հուսով եմ Արմանը ինձ կների, բայց հուսով եմ եւ Արմանը կտենա, որ դա իմ ամենաբարձր գնահատականներ եղած։ Աննային իմ ունեցած քարտերից ամենաբարձրն եմ գնահատել։ 4 եմ գնահատել Աննային։ Աննային, որ շուտ ճանաչեի, հաստատ ավելի բարձր գնահատական կտայի, ճիշտն ասած։ Ուղղակի կոպիտ ասած էդ էր էլի մոտս։ Ինչ ունեի այդ եմ տվել։ Կփոխեի Հակոբի, Վարդանի կամ Սերգեյի գնահատականների հետ։ Անշուշտ կփոխեի, այո։ Սերգեյը այդ 6-ը ստացել է որպես լավ ընկեր։ Ես մտածել եմ, որ ընդհանրապես այլևս ոչ մեկին 6 չեմ ուզի տա, բայց այսօր կարամ հստակ ասեմ, որ 6-ը կտայի հաստատ Արմանին։ Վարդանը դե вообще արդեն համարյա 2 օր կորցրել է իր այդ լիդերսկի հատկությունները, որովհետև вообще ուրիշ կողմից է իրան ցույց տալի, մի քիչ ոնց ասեմ, ուրիշ ձև է վերաբերվում շոուին։ Ինձ вообще թվում է, որ Վարդանը մի քիչ տենց խաղում է։ Ու այդքան տենց լավ չի խաղում։ Այս ընթացքում ավելի շատ բան եմ հասկացել, շատ բան եմ ավելի շատ եմ տեսել, շատ մարդիկ կան, շատ աղջիկներ կան,
ովքեր շատ լավ են խաղում, ումից որ ամենաշատն եմ խոսացել Անահիտից Կոստանդյան, դրա համար ամենաշատը կոպիտ ասած վիրավորված եմ հենց իրանից։ Իրականում ոչ մի բան չեմ անելու, սպասելու եմ թող Անահիտը տեսնի այս հաղորդումը։ Անահիտ ջան, կնայես ու կհասկանաս, ավել բան չեմ ասում։ Ooh, sunrise, promise you'll take your time as you kiss the sky with your golden light. I'm not ready to call it a night, so sunrise. Ողջույն։ Բարև Տոմ ջան, բարև։ Այս ինչ հրաշք եղանակ այսօր ու ինչ սիրուն է Արարատը։ Ես խենթանում եմ այս տեսարանից։ Ո՞նց ես։ Հոյակապ։ Տենամ, սկսենք այդտեղից։ Շատ լավ եմ, դու ո՞նց ես։ Իմ մոտիկ Տոման ես, էլի դու։ Դու էլ հորքուրից տղեն ես։ Լավ, հորքուրից աղջիկն էլ դու ես։ Բա որ ասում էի մեր առաջին հանդիպման ժամանակ, որ հորեղբորս հորաքրոջս տղուն ես նման։ Հա, միշտ ասում էիր այդ։ Միշտ էիր ասում։ Չէ, անկեղծ մենք հենց առաջի օրվանից երևի լավ երկրորդ, սենց ասեմ։ Լեզու ենք գտել, էդի նկատի ունես։ Մի անգամից լեզու ենք գտել ու շատ մտերմացել ենք։ Դերիթս Տոմայի հետ ավելի շատ ընկերական էր, եթե սենց ես որ կողքից նայում եի, ոնց որ տես պրաշալնի երեկո լիներ։ Ձևավորվեց մի հատ թիմ հանձինս մեզ ու մենք իրար հետ սկսեցինք չասեմ քննարկել, բայց փորձել կռահել ինչ զույգեր կձևավորվեն եւ այլն։ Ես քեզ մի հատ հարց եմ պատրաստել։ Դմ։ Չէի ուզում այնտեղ տայի, անկեղծ եմ ասում, սենց որտեվ գիտեի որ մենք դեյթի էինք կլնելու, ես քեզ տենց եմ զգում ու ինձ հետաքրքիր է այդ ամենատեղից տղեկնել են տենց զգում։ Ահա, քննարկել են տղաներով փաստորեն Տամարային։ Ասեմ քննարկել եք։ Մենակ ես չէ, քննարկել ենք։ Քո տեսակը մեր պատկերացմամբ, սենց ասեմ։ Գիտես ինչա, ոնց որ դու հենց ծանոթության ժամանակից, սենց ոնց ասեմ որ ճիշտ լինի, փակես քեզ սիրահարվել հնարավոր լինելու պրոցեսը։ Վաու։ Տես, անկեղծ եմ ասում, մենք քննարկել ենք այդ ամեն ինչը, դու շշմելու սիրուն աղջիկ ես, որ շշմելու, անկեղծ եմ ասում։ Վաու, այս ինչ գեղեցկություն է։ Հա, մի ցրի։ Այնքան էլ ճիշտ չէ, ես շարունակում եմ լսել։ Ուզում եմ հասկանամ էտը տենց, հա, ինչ որ խիա տենց զգացող։ Ավելի շատ սիրուն եմ թե չէ, իհարկե շշմելու սիրուն։ Էդի 100% դա լավաս ինչի խոսք է։ Ուզում եմ հասկանամ խիա տենց տպավորություն։ Հա, այդ պատնեշը դրված է ու շատ ամուր, չնայած նրան, որ գիտակցությունս հասկանում է, որ դա սխալ է, ենթագիտակցորեն այդ ամեն ինչը նորից փակվում ու փակվում է։ Ես վստահ եմ, որ գոյություն ունի սեր, ես վստահ եմ, որ գոյություն ունեն մարդիկ, ովքեր կկարողանան լինեն իմ կողքը, իմ թերություններով ու առավելություններով հանդերձ, բայց կյանքի փորձը ցույց է տվել, որ դժվար է այդ մարդուն գտնելը ու քանի դեռ չեմ հանդիպել, անցել եմ փորձություններ, ապրել եմ կյանք, հա, ու ավտոմատ ինչ-որ մի կետից վատ փորձից ելնելով փակվում ես ու չես թողնում այդ պատնեշը դնում ես ու չես թողնում, որ որևէ մեկը մոտ գա։ Բայց այդ ամեն ինչ որ ասում եմ, առաջ շատ ավելի շատ էր, հիմա շատ եմ աշխատել իմ վրա։ Պետքա որ լիքը բան փոփոխված լիներ, լավ չի որ դա դեռ շարունակվում է տենց նկատվել, այսպես ասեմ, բայց ասեմ որ ճիշտ ուղու վրա եմ, աշխատում եմ իմ վրա։ Ես հուսամ, որ մեր նախագիծը Սիրասունը Տամարային կօգնի այդ պատնեշները քանդելու եւ ավելի բաց լինելու ու պատրաստ լինելու, որ ինչ որ մեկը կհայտնվի իր կյանքում, սիրառած, սիրասուն ու կտա կյանքի այդ գեղեցիկ ակնթարթները, էմոցիաները ապրելու հնարավորությունը։ Հիմա ես քեզ հարց ունեմ, դու մեր էլի առաջին հանդիպման ժամանակ փորձում էիր տպավորություն ստեղծեիր, որ դու ժամը 1-1-ին սիրահարվում եմ, ես տենց վայ, այսօր 1 վաղը 2, ես հասկանում եմ, որ դու կարաս այդ կյանքով ապրած լինես, բայց մի փոքր խորը քեզ ճանաչելով, տեսնում եմ, որ այդ ամեն ինչը ընդամենը կաղապար է ու իրականում տենց չի։ Հիմա մենք էլ հակառակից գնանք, հա։ Ըստ իս Ալեքսը շատ ավելի
խորն է ու շատ ավելին է, քան ինքը ցույց է տալիս բոլորին։ Այս կոմենտը այնպես չի որ նստել քննարկել ենք, բայց այս կոմենտը էլի եմ լսել աղջիկներից։ Ես ուզում եմ հասկանամ ինչն է խնդիրը, որ դու փորձում ես տեղային թեթև լուծումներով, ճակերտավոր ուրիշներին ցույց տաս, հա, որ տեղային թեթև լուծումներով ես ապրում ու որ դու չես կարևորում լրջությունը, չես կարևորում լրջությունը ի նկատմամբ հարաբերությունների ու շատ ոնց ճիշտ կլինի ասեմ, չասեմ մեկով սահմանափակվելով, բայց երբ որ սիրում ես, պետքա սիրես մեկին ու անմնացորդ, համաձայն ես հետս։ Եթե սիրում ես։ Եթե սիրում ես։ Իսկ դու սիրել ես։ Չէ։ Լավ։ Ուրեմն սիրեի, ուրեմն մեկին անմնացորդ։ Ես քեզ նախանձում եմ, այդ նշանակում է դու քեզ շատ սիրուն պահեր են սպասվում։ Այդ ամենագեղեցիկ բանն է, որ երբևէ կարա քո հետ տեղի ունենա։ Խոսքը բացարձակ այն սիրահարվածությունների մասին չի, որի մասին ես ու դու տարբեր անգամներ քննարկել ենք, բայց հասկացար հարցս, ինչու՞մն է խնդիրը, ինչն է քեզ ստիպել, որ ուզում ես ցույց տալ, որ թեթևությունը ճիշտ է, լավ է, քոնն է։ Չի, ոչ մի բան չի ստիպել ու ես չեմ ուզում այդ ցույց տալ։ Ես տենց եմ, անկեղծ, ես հիմա ոնց քեզ բացատրեմ, ես չեմ կարա մի անգամից մտնեմ, ինչ-որ մարդկանց նայեմ կամ ինձ ցույց տամ այն տեսանկյուններից, որոնցից որ պետքա ճանաչեմ այդ մարդուն, այսինքն ինչ-որ արժանիք գտնեմ, որ ցույց տամ։ Ես չեմ կարա աղջիկների հետ, բոլորի հետ լինեմ ընկերական, որովհետև ինձ հետաքրքիր չի աղջիկի հետ ընկերական լինել։ Ինձ ընկեր աղջիկ պետք է, լիքը ընկեր ունեմ։ Այսինքն անիմաստ է իմ համար, կամ ես ստեղ եկել եմ, չգիտեմ, եթում եմ դեյթի օրինակ։ Մի հատ աղջկա հետ, ում այստեղ պետք է ինչ-որ հրապուրես, եւ ես չեմ կարող այդքան պրոստատակ ինչ-որ, հա, որ սաղի հետ ես սենց լավ լինեմ, բան ինձ սաղ տենց այդ վեցեր կշարեն, կանստենալ, բարի տղա է, կամ չեն էլ երկու դնեն։ Ես ինձ սպասում եմ նես բարիզբուն իմաստով, ոնց ուզում եմ ու ոնց այդ պայն ինձ հաճելի է ու չեմ մտածում կնեղանա, չի նեղանա, իհարկե չեմ ասում վիրավորելու սահմանները պարզա չանցնելով, բայց ամենայն դեպս ես սպասում եմ նես ոնց որ իմ սիրահարվելը դա մի քիչ ուրիշ հասկացողություն է, այստեղ մենակ կարա ինձ հա, մի քիչ սիրահարվել կարա լինի, բայց կարա դուր գա, որ հետագան է, հետագայում, այսինքն պրոյեկտից հետո կա աղջիկ, որին որ հավանում եմ եւ ասեմ Իսկ ինչ ես կարծում, ես գիտեմ, նա ով է։ Դե պարզա որ գիտես, դու ամեն ինչ գիտես, սենց ասեմ։ Լրը, դաժե ես առաջի արդը որ ես քեզ տվեցի, եթե գիտեիր։ Երկուսն էլ միմյանց խոցելի կետերից են խոսում, այսինքն խոցելի ասելով են իմաստով, որ պաշտպանողական, օրինակ Ալեքսը ինչ որ նկատեց Տամարայի մոտ, նույնը Տամարան ասում է հակառակը, որ Ալեքսի մոտ կա այդպիսի մի պաշտպանողական ռեակցիա։ Տես ընկերներ ունես, չէ՞ լիքը։ Նույնիսկ շատ ընդհանուր ընկերներ հաստորեն գտանք։ Ունես տենց ծանոթ տղա ընկեր, որ կկարողանա իր սիրած աղջկա համար կամ եթե ժամադրության է գնում հավանում ա որևէ մեկին, սենց գժոտ բան կազմակերպեր։ Չեմ կարող նկարագրեմ ինչ սիրուն տեսարանով դեյթ ենք ունեցել այսօր։ Իմ ընկերներին ես ռոմանտիկ տեսանկյունից չեմ ճանաչում։ Իսկ հետո կգնաս կսովորացնես, որ տենց բան կա։ Հա, իհարկե կսովորացնեմ, ինձ թվում է կտենան դաժե։ Դե պետք է տեսնեն։ Պրոստը ստեղ էլ մի հատ հարց։ Արի խոսքներս ուղենք բոլոր տղաներին։ Տեսեք։ Այս գեղեցկությունը, այս ամեն ինչը այնքան է օգնում, չգիտեմ, դրական վայբեր տալիս, այնքան է օգնում, որ դու թեթևանաս, թուլանաս, ժամադրությունը ավելի լավ է անցնում, այնպես որ չխնայեք ձեր սիրելիների համար, տեսեք ինչ հրաշքներ կան։ Այդ խիմիան բացարձակ իմ ուտոմայի մեջ չկա էլի, տենց ինչ որ զգացմունքային առումներով, պրոստը ընկերական է։ Գիտես ինչ եմ ուզում հարցնեի, ասա որ կարոտելու ես, այդ թեմայով չեմ հիշում մենք հասցրեցինք խոսել, թե չէ, բայց երեխեքին ամեն մեկը իր տեսակով, յուրովի, մեր փսփսոցները տան տարբեր անկյուններում։ Խոսքը կա դրա մասին։ Ես անկեղծ եմ ասում, ես вообще տեսակով շատ կապնվող եմ։ Այսինքն հələ մենակ երեխեքը չէ, ինչ որ տեղի հետ եմ ես կապնում։ Այստեղ էլ չկապնվես, մենք ստեղ չենք կարա երկար մնալ։ Չէ, մի քիչ պիտի մնամ որ կապնեմ։ Ես 3 օր, 3-րդ օրը իրիգունը նոր այդ կապնվածությունը սանսնում է։ Հասկացա։ Էլի լավ է, որտեղ մարդ կա, որ կապվում է երկար է տևում։
Բայց ամենայն դեպս այն շատ sense մոտեցել որ շատ միշտ կուզենամ հենց լրիվ sense սաղ այդ իրանց ամեն ինչով բոլորը իմ կյանքում միշտ լինեն։ Ամենայն դեպս ես իրանց կյանքում պատրաստ եմ միշտ լինեմ, ես բոլորին էլ ասում եմ իրանց։ Որ իմացեք ես ստեղ եմ, չգիտեմ, sense երկու զենակ ինձ տենակ, եկեք այս տունը վերցնենք գանք։ Ավակվենք, ստեղ ապրենք սաղով։ Այնտեղ սաղը սամուսանանք ինչ որ ուրիշների հետ, բայց ավակվի մեծ ընտանիք դառնամ։ Եթե հանկարծ ես հաղթեցի այս մրցույթը, ես 15 միլիոնը բաժանում եմ բոլոր մասնակիցների մեջ։ Բայց մի հատ էլ պլյուս ունի էսի։ Ես ում որ 1 եմ դրել, իրան տալու եմ 1 միլիոն։ Ում որ 2 եմ դրել, իրան տալու եմ 5 միլիոն։ Հետո տենց 400,000, 300,000, 200,000, 100։ Քո հումորն էր շատ լավը, որ կարծեմ դու էիր, հələ ասեմ կհիշացնես, որ ասիր պատկերացնում եք այս մեր հաղորդման շրջանակներից դուրս մեկ էլ փողոցում մեր աղջիկներից մեկին տեսնում եք որևէ տղու հետ ու մոտենում եք ասում դավայ հիշացրու պատմի աղջիկներից ինչ-որ մեկի փողոցում չէ լուրջ ես իսկականից տեսմակ կանեմ դու ես գիտեմ դու հաստատ անող ես աղջիկներից մեկին որ տենամ ինչ-որ տղու հետ մոտենալու եմ տղուն ասեմ աղբերս ինքը առավոտները կոֆեն ասեն քաղցր ախմ չէ այնպես ինֆորմացիաներ տամ որ ասենք ինքը բացարձակ չի կարա դրա դե արի բացատրի որ դու տրամվայի ես սենց բաներ չանես սենց բաներ կանես դե հիմա նայ ցանկացած աղջիկ գալիս է ես էլ մի քիչ տենց չգիտես խի գալիս պատմում են ասում են ես մի տղու հետ գնացինք հանդիպեցինք էս ասես նորմալ է էսա այնա չգիտեմ համենայն դեպս գալի պատմում են անկեղծ եմ ասում ինչ որ չգիտեմ այն ինֆորմացիաները որը որ իրանց թվում է որ ես պետք է իմանամ գալի պատմում են իրանց մասին ինչ որ բաներ մի խոսքով այն ինչ որ ոնց իրանք են ընկալել ոնց իրանք են տեսնում հիմա ես կոնկրետ գիտեմ տղեն ինչ անի ամեն մեկին հերթով որ շատ հետաքրքիր է լավ պաստորեն մեզնով հետաքրքրվողներին պետք է առաջինը քո մոտ ուղարկենք։ Բա ոնց, հեսա դեյթոլոգ եմ դառնում, այդ ասել եմ ու ասում։ Դեյթիստ։ Աղջիկներին, որին որ ոչ մեկ զույգ չկազմեց, նկարները գցում եմ Instagram հերթով։ Ես գրեմ դեյթոլոգ, գրեմ ով ուզում սրտերը գրավի, ասեք։ Արի ասենք բոլորը այս մեր հաղորդումից հետո իրանց Instagram-ում գրեն դեյթիստ կամ դեյթոլոգ։ Հա, դա լրիվ մտածված բան է, հա։ Իա, բա ոնց։ Հաստատ սաղ արդեն կճանաչեն, ինձ թվում է տակի-տակ խորհուրդներ հարցնելու են։ Տակի-տակ։ Ինչ որ այս հաղորդումից հետո հաստատ, ինչ որ մեկը բա աղբեր այդ որ տարել էր, չգիտեմ, ինչ որ կռիշին նստել էի կտեսի։ Այդ որ 100 հա, ինչքան նստեց վրեր, բան, այս կոմենտով։ Դա անհնար է չհարցնել։ Ես եթե 100% համոզված եմ, անհնար է, դες բան չհարցնել։ Կարաս լավ բիզնես իդեա է առաջացել, արի ասա։ Բայց իսկականից էսի լուրջ բան է։ Հերոստատիտի չսիրում սիրի։ Ասենք ու մի հատ կարա գառնիկին, խոսքի ով սիրի։ Հələ գառնիկի սաունը շատ եմ տալիս, գառնիկը այսպես տղա է, դա չի հարցը։ Ասենք ում, Վարդանին։ Հա Վարդանին չնայած կանաս, գառնիկին է կանաս, գառնիկը իմիջայլոց ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, գառնիկը տանելու բան չունի այստեղից։ Այդ մարդը գիդա։ Ես չգիտեմ հիմա Արսենը ինչեր է կոմենտում մեր մասին, բայց վստահ եմ, որ ես իմական չեմ մի քիչ էլ նա։ Օ, Շանզելիզե, Արսեն կենացը։ Կենացը Արսեն ջան։ Ժամանակն է քվեարկելու սիրելիներս։ Ժամանակն է գնահատենք Արսենը հուշում է մեզ։ Օ։ Ինձ թված աստղերն են հուշում։ Բայց Արսենն է հուշում։ Չէ, վերջի վերջոյի։ Բայց չես պարտադրում, չէ, Արսեն։ Իհարկե, հիմա հերոսադիտողն է որ նայի կտենա որ ինպես կերպարը քիչ հավանական կլինի կնելու միավորների առումով, որովհետև քիչ կտան միավոր, որովհետև ես կոնկրետ կապնում եմ։ Ես այն բարի դրացիական երևույթ տաղեն չեմ ստեղ որ տեն սաղին փիշի ջան, ու յոզի ջան, բաս ես ձեր աղբերն եմ, ես ձեր ես այնց ինձի որ ամաչեն դաժե ցածը դրան։ Ինձ որ ասում են քեզ ինչ դնեք, ես կոնկրետ ասում եմ ինձ 1 դրեք, որ հետո չջոգեք այդ 1-ը ու 1 տալու։ Yo տոմայրը թավասը 3 եմ դրեք, կծեց ինձ։ Չտոմայից վախեն բան ունի, չէ՞ Տոման, տղամարդկային աղջիկը։ Հետ հաշվարկով պահել եմ ինձ մոտ արկա ամենանվազագույն եւ առավելագույն ուրեմն թվերը եւ այսօր Ալեքսին գնահատել եմ նստիր 2։
Անահիտ ջան, շատ հետաքրքիր ֆորմատում մեր հանդիպումը ստացվեց։ Դե հա, համաձայն եմ։ Վաղուց կինո չէի գնացել։ Ես էլ։ Վերջի անգամ գիտես երբ եմ կինո գնացել, հեսա հիշեմ։ Աղջկա հետ, վերջի անգամ կինո ժամադրության, հետ եմ ուզում հիշեմ։ Դեյթի եմ եղել, հա, ճիշտ է, դեյթի եմ եղել։ Եվ ոնց անցավ։ Չէ, սպասի հիշեմ երբ էր որ հասկանաս վերջի ինչի եմ էլի, սենց դուրս շատ է եկե, մոտ 2 տարի առաջ։ Ահա։ Մոտ 2 տարի առաջ, պրիտոմ այդ աղջկա հետ ես առաջին անգամ էի հանդիպելու։ Ահա։ Ու նո համացանցային էր մեր ծանոթությունը, բայց դες բավականին պոզիտիվ ծանոթություն էր ինքը էլի։ Իսկ ինչ ես կարծում մեր մոտ մեր հանդիպումը կստացվի։ Հա։ Մի քիչ լարվածություն է, ոնց։ Ինչով է պայմանավորված լարվածությունը։ Դե անսովոր իրավիճակով, Անահիտ ջան, իմ համար անկեղծ եմ ասում, շատ անսովոր է։ Ինչն է անսովոր։ Դե այս ամեն ինչը։ Որ պրոյեկտը թե որ պրոյեկտը ինքնին, իհարկե, պրոյեկտը ինքնին անսովորանվորն է, սա իմ համար տենց մեկ-մեկ թվում է իրական չի։ Ես նատուրայով եմ հենց մարդ եմ, որ չեմ պատկերացրել կյանքում sense պրոյեկտը։ Իսկ ես մանուկ հասակում շատ եմ պատկերացրել ինձ հենց այսպիսի պրոյեկտներում։ Միշտ որ նայել եմ, մտածել եմ, որ ես էլ կուզենայի։ Ես միշտ սիրել եմ նայել այդպես շոուները։ Այդ դեպքում քո այս մասնակցությունը գովասանքի արժանի, այսինքն քո համար ավելի բարդ է եղել այդ որոշումը կայացնել։ Գիտես ինչ, ասեմ, որոշումը կայացնելը ինչի բարդ չի եղել, որտեվ որ ստացվել է, ես չեմ մերժել այդ ամեն ինչը։ Ես ոնց որ կյանքին չեմ ասել, չէ։ Ոչ։ Այսինքն կյանքը երբ որ ինչ որ բան տալիս է, վերցնում ես։ Ապրես, դա իմ համար մոտավորապես դա շատ կարծում եմ սիրուն մոտեցում է այս կյանքին։ Իմ համար առհասարակ երևույթները, որ դեպի ինձ գալիս են, անգամ ինքը կարա թվացial վատ երևույթ լինի առաջի հայացքից, ես չեմ մերժում։ Անկեղծ ասած, քո հետ կապված ինձ մոտ հակասական ինչ-որ պատկերացումներ կան, որովհետև ես նկատել եմ քո եւ այլ մասնակիցների հետ հարաբերությունները, մտածում եմ իմ հետ ոնց կլինի, բայց ես հիմա ինձ չեմ զգում։ Կոմֆորտն ես քեզ։ Ես այնքան եմ սիրում ու ուշադրություն դարձնում, որ երբ որ աղջիկա հետ ինչ-որ միտեղ եմ գնում, ու այդ աղջիկը կապ չունի ընկերուհիս է, քուրս է, հարևանի աղջիկն է, թե ինձ վստահված ուղակի աղջիկա, ում ես պետք է տեղափոխեմ, ինքը պետք է իրան կոմֆորտնի զգա։ Այն պահից, երբ զույգը որոշվում է եւ արդեն դուրս ենք գալիս, ես ամբողջովին պատասխանատու եմ այդ աղջիկա համար, ինձ համարում ու հետեւաբար այդ պատասխանատվությունը ինձ դրդում է, որ ես ուշադիր լինեմ ու մնացած բոլոր մանրունքներն ու ոչ մանրունքները։ Լարված չլինի, անհանգիստ չլինի։ Ու ես պետք է հասկանամ պատճառը, եթե անգամ կա ինչ-որ մի բան, ու փորձեմ շտկել։ Սա լավ տղամարդկային հատկանիշ է, որ կինը տղամարդու կողքին անկախ նրանից, ինչպես Հակոբը շշտեց, թե ինչ դերակատարմամբ է այդ կինը տղամարդու կողքին, պետք է իրեն հարմարավետ կոմֆորտ զոնայում զգա։ Դու ինչպես ես վերաբերվում բամբասանքներին, ասեկոսներին, այն լուրերին, որը որ դու ուղիղ չես տանում, այլ 3-րդ, 4-րդ, 5-րդ, անգամ 6-րդ անձանցից։ Լինեմ անկեղծ։ Նախ ընդհանուր առմամբ բամբասանք չեմ սիրում, որովհետև ես ինքս քննադատ չեմ։ Ես կարծում եմ, որ երբեք չես կարող հանգամանքները լինում են միշտ շատ տարբեր ու հանգամանքներից կախված արդեն մարդկանց քայլերը եւ ամեն ինչը լինում են տարբեր։ Եթե ես տվյալ սիտուացիայում կպահեի ինձ նման կերպ, ապա ես մյուսից չեմ կարող պահանջել, որ ինքն էլ նման կերպ պահի իրեն, որտեվ դա ճիշտն է, որտեվ ինքը իր սիտուացիայում կարող են այլ հանգամանքներ լինել։ Այո։ Բայց ու բնականաբար արդեն դա ենթադրում է, որ բամբասելու կարիք ինձ մոտ չի լինի, որ ես գնամ ինչ-որ մեկին ասեմ, գիտես։ Չէ, կարող է ինքը էսպես, ինքը այնպես, այսինքն օքեյ։ Կարող է կոմոդ եմ բամբասում։ Խոսքը քո ես վստահ եմ դու բամբասող տեսակ չես, նու վստահ չեմ, բայց կարծում եմ, հա, նու ինչքան շփվել եմ, հասկացել եմ։ X մարդը կոմոդ, քո ընկերուհին։ Պատմում է իր ընկերոջից ինչ որ մի բան կամ հարևանից, որին դու ես ճանաչում ու լավ ես ճանաչում։ Դու ոնց ես վերաբերվում իր ու վատ բան է, վատաբանում է, այսպես ասած։ Որն է բամբասակն, որը քննարկում։ Ասենք հիմա մեկը վատ բան է արել, դու այն մյուսի հետ կիսվում ես նրա արած վատ բանով, որն բամբասում ես։ Թե քննարկում ես, որ ինչ դեգեներատ պահվածք էր օրինակի համար։
հիմք ընդունում ես, դու բռնում ես այդ թելը կարում ես իր ասած, օրինակ ասում ես սենց արեց, ինքը վատ մարդ է։ Դու ասում ես, հա, ճիշտ է, որ տենց արեց, ուրեմն վատ մարդ է։ Առանց երրորդ մարդի ներկայության։ Ինձ չի երևում, որ ես չունեմ իմ կարծիքը կամ իմ վերլուծական մտածողության ձևը։ Անսպասելի էր իմ համար, որ Կոստանդյան Անահիտը տենց վերլուծող է, տենց հոգեբանություն է ուսումնասիրել, բավականին լայն է իր մտածելակերպը։ Մի հատ էլ հարց ունեմ։ Ինչի է քո մոտ իմ կերպարը հակասական։ Ասեմ ինչի, որտեվ ես նկատել եմ շփման ձև այլ աղջիկների հետ ու հիմա տեսնում եմ իմ հետ ավելի հանգիստ, ավելի մեղմ շփում ու ես ամեն դեպքում ունեի, անկեղծ լինեմ, ունեի այդպես կանխազգացումներ, որ ինչ-որ բան այն չի լինի, բայց հիմա հասկանում եմ, որ չէ, ամեն ինչ շատ ավելի լավ է։ Հատկապես երբ դու ինձ ասում ես դանդաղ քայլիր, հա, որ ես քո կողքով քայլեմ, ես հետո արագ քայլում, աղջիկը առաջ որ քայլում է, ես չեմ ուզում առաջ քայլեմ, ես ուզում եմ ընդամենը իմ տեմպով քայլել։ Իսկ ես չեմ ուզում հարմարվեմ աղջկա տեմպին, չէ, կներես, սխալ ասեցի։ Պետք է հասկանանք ով է առաջ տանողը։ Ճիշտ է, այսինքն դու անգամ քայլում եմ, պետք է հասկանանք այդ տղա աղջկանից առաջ տանողով է, տղան է, թե աղջիկն է։ Իսկ առաջ տանողը ո՞նց է երևում։ Այդ նախաձեռնությամբ, այսինքն աջ ենք թեքվում, ձախ ենք թեքվում, ուղիղ ենք թեքվում, ով է որոշում, այդ թեքվողն ով է։ Հիմա որ ես գնում եմ, դու 2 մետր ինձանից առաջ ես գնում, դա իմ տեսակի մեջ չի հարմարվում, եթե խոսքը զույգերի մասին է։ Պատկերացի, եթե զույգերի մասն է։ Եթե ծանոթի ու ինքը որոշի, որ տենց է քայլում, ինքը կարա որոշի գնա ու գնա։ Ամեն դեպքում ինձ հաճելի չէ, երբ որ ես քայլում եմ, ինձ ասում են դանդաղ քայլիր, որ իրար հետ հավասար քայլենք։ Ես դա չէ։ Ես պիտի քայլեմ այնպես, ինչպես ուզում եմ։ Իրականում ես ֆեմինիստ չեմ, ես չեմ կարծում, որ աղջիկները ամեն դեպքում ես քրիստոնյա եմ եւ կարծում եմ, որ Աստվածաշունչում նշված է, որ հնազանդ եղիր ամուսնուդ կամ որ խոսքը տղամարդն է, բայց մենք ես թույլ չեմ տա, որ այդ կարծիքը իմ կողակիցը ընկալի այնպես, որ ինքը պիտի իր սահմանները չունենա։ Այսինքն կան սահմաններ, իմ կարծիքը պիտի կարևոր լինի։ Անպայման։ Իմ ցանկությունը պիտի կարևոր լինի։ Ինձ համար սեր հասկացությունը ինքը այլ զգացողություն է ու սեր հենց ինքնին դատարկ սեր ինձ պետք չի։ Եթե ես որոշեմ ստանալ ինչ-որ մեկից զգացողություններ, թույլ տալ, որ այդ մարդը ինձ ինչ-որ բան տա, դա անպայման պիտի լինի սեր եւ հարգանք։ Ընտիր։ Եթե չկա հարգանք, ինձ աշխարհի ամենամեծ, ամենաուժեղ սերը հարկավոր չի։ Եթե դրա մեջ չկա հարգանք։ Քո հետ 100% համաձայն եմ։ Ինքը մենակ այտենց տղան պետք է առաջ լինի, այդ ուժեղ եւ ասող խփի ձեռը սեղանին, այտենց բաներ չկա։ Տղան ունի իր ֆունկցիան, կինը ունի իր ֆունկցիան։ Իրանք պետք է լինեն համատեղ, որ լրացնեն միմյանց, կառուցեն ու տենց հուր հավիտյան։ Ամեն դեպքում տղան եւ աղջիկը չպիտի մրցեն, ով պիտի լինի արժևում, ով հետևում։ Չէ, դա բնական, դա բնությունն է որոշ, բայց ամեն դեպքում դա կոմեդ մեջ կա, դու ուզում ես։ Չէ, դա բնության օրենքներն է։ Եթե թարս լինի մի բան, ինչ որ մի բան նիտո կգնա։ Մի հատ անսամդ բան կլինի այդ հարաբերություններում, եթե աղջիկը փորձեց դոմինանտ դիրքավորվի տղայի հետ հարաբերությունում, այդ հարաբերությունը երկար չի տևի, անգամ եթե երկար տևի, դա լիքը խնդիրներ առնելու։ Հենց իմ ասածը դա է, որ հարաբերություններում չպիտի լինեն դոմինանտ եւ ռեցեսիվ, հարաբերություններում պիտի լինեն համահունչ։ Այո, ոնց ստեղծվել է ի սկզբանե, բնական։ Ես քեզ ասեմ, որ Եթե կան աղջիկներ, ես տենց եմ պատկերացնում։ Դու կարծում ես, որ աղջկան ասես, ես ուզում եմ, որ այս ինչ բանը մեր հարաբերություններում լինի այսպես կամ կոմոդ լինի այսպես։ Չէ։ Ես կարծում եմ, որ պետք է ընդունել մարդուն այնց, ոնց ինքը կա, ճանաչել, հասկանալ, տեսնել իր լավ ու վատ կողմերը, ընդունել այդ աղջկան իր սխալներով, իր լավ ու վատ կողմերով, տաղանդներով ու անտաղանդներով։ Տեսնես է որը վերջին ասում։ Ես ինչ ասի, բայց լավն էր։ Իրոք ոնց որ կինոյում լինենք։ Ու այդ ամեն ինչի հիշել եմ ասում էլի կներես կինոյում լինենք ասեցի հիշեցի դու օրինակ ինչի՞ եմ քեզ ասոցիացնում։ Քեզ ասոցիացնում եմ հեքիաթի
հեքիաթի աղջկա հետ, փոքր, նուրբ, որ ձեռքին փայտի կա, որ ասենց ինքը գնում է այդ փայտի հետևից ինչ որ ասենց փայլիկներ են դուրս գալիս։ Փայլիկներ։ Իսկ հեքիաթները միշտ հրաշքով են ավարտվում։ Այդի հիշի։ Կհիշեմ, մերսի շատ հաճախ։ Ահա, Հակոբը արդեն մարմնով մի փոքր ձգտում է դեպի Անահիտը։ Իսկ մենք գիտենք, որ մարմինը երբեք չի ստում, այսինքն այդ իմպուլսը կա նրա կողմից դեպի Անահիտին գնալը։ Իրոք շատ հաճելի է քո հետ հանդիպել, զրուցել, ես վստահ եմ, ես քո հետ կարամ 4 ժամ խոսամ, տարբեր բաներից, անգամ կարանք վիճենք, բայց այդ վեճը կլինի առողջ վեճ։ Ամենավերջում դուրս գալուց մենք հարգանքով, սիրով, ընկերական այդ ընկերության գաղափարը պահելով մենք դուրս կգանք, ասենք այն սենյակից օրինակ։ Այսինքն դու ինձ հիմա անցալում ես որպես ընկեր։ Դե փաստացի մենք խոսում ենք այդ դիրքերից։ Հասկացա, հիմա մենք ընկերական դիրքերից ենք խոսում։ Չէ, գիտես, հիմա տես, ես չեմ կարա ինձ Նասրոյկա տամ ինչ դիրքից քո հետ խոսամ։ Ասենք չեմ կարա Նասրոյկա տամ, ասեմ խոսում եմ, բանի, ընկերուհիս է ինքը, չրտ, կնոպկեն սխմեմ, սկսեմ Հա, բնականաբար հատկապես երբ որ ես քո ընկերուհին չեմ, չես կարող։ Вообще ոնց է ծանոթությունները, ծանոթանում են, շփվում են, ճանաչում են իրար, հասկանում են փոխադարձ արժեքները, մտահորիզոնը, շրջապատը։ Բայց ամեն դեպքում մենք Եվ հետո հասկանում են արդեն, իրանք ընկերներ են, ընկերուհիներ, կարան լինեն, չեն կարա լինեն։ Այդ ընթացքում կարա սեր առաջանա, զգացմունք, սիրահարվածություն։ Ինքը փուլերը Իմիջայլոց գնալուց առաջ, երբ որ ես դրսում նստած էի, սուրճ էի վայելում, ինձ մոտեցավ մասնակիցներից Ալեքսը, ու սկսեցինք մենք զրուցել։ Ինքը եկավ ու մեզ ասում է, այդ ձեր սերերը թողեք հետո։ Այսօր ինքը իմ հետ է հանդիպման, ու ես հարցնում եմ, ասում եմ, ինչի ես տենց բան հարցնում, ասում եմ, դե կատակ եմ անում, բայց հանդիպման վերջում ասում եմ, ինքը խոսում է իր զգացողությունների մասին, ասում եմ, իսկ դու հիմա իմ հետ կապված ինչ զգացողություններ ունես, ընկերական կամ ինչ որտեղ, ասում է, դե կտեսնենք։ Չեմ խանդել, այ ինքը խանդ չի, ոնց կարամ 3 օր մարդուն խանդեմ։ Դες դու ասացիր, որ ինչ պրինցիպներ կամ ինչ որ պրինցիպ բառը մի քիչ գաղափար, այո։ Ես կարամ ասեմ իմ գաղափարը։ Պրինցիպ բառը մի քիչ հանենք մեր լեքսիկոնից։ Ես կարամ ասեմ քեզ իմ գաղափարը մեջ։ Էսի ինչ խոսում ենք, ես ու դու ենք։ Խոսքը մեր մասնակիցներից մեջ իմ ու քոնն է էսի։ Այս պահի դրությամբ ու ինչ նախագիծ սկսել եմ։ Կամ գոնե կամ ես պետք է իրավունք ունեմ էդի բացեմ կամ չէ։ Դու հաշվի չգիտես։ Շատ լավ ես դնում։ Ես ոչ ոքին չեմ ասելու, որ դու քեզ ասել եմ։ Սենց ասեմ։ Լավ։ Իմ նո գաղափար ասեմ, լավ, իմ գաղափարը էս նախագծի պատահականությունները պատահական չեն նա։ Այսինքն ոչ մի պատահականություն պատահական չի։ Ես այդ գաղափարով կամ այդ մտքով եմ շարժվում ու ապրում ու մասնակցում ես նախագծին, որովհետև միջև մասնակցելն ու ընթացքը միջև այսօր ամեն վիճակահանությունը ինձ ստիպում է ես որ դրան ավելի ու ավելի համոզիչ լինեմ, որ տոշնի անում եմ, այսպես ասած։ Ու ես որոշել եմ, որովհետև տես մեքենայի մեջ դու ասացիր, որ ես մտածում եմ ոնց կարելի է մարդուն գնահատել, չէ, ոնց տենամ մի օրում, չէ։ Ոչ թե մի օրում տենամ, այլ այդ պահին դու ունես գնահատելու մի քանի միավոր, որովհետև հնարավոր է մեկի հետ հանդիպումը քեզ նույնքան դուր է գալիս, ոնց որ մյուսի հետ։ Եթե ես չեմ կարող բոլորին նույն գնահատականը տալ, ես ավելի բոլորին տարբեր ինչ որ Ես քեզ հասկացել եմ։ Ես քեզ հասկացել եմ։ Սկզբում մտածում էի, տամ ինչ որ մեկին, ով որ լավն է, իրեն գնահատական տամ։ Սիրուն է, բայց լավ այնքան հարաբերական է։ Իրեն չէ, ով սիրուն է, իրեն չտամ, ով դե սիրուն Ես մի քիչ սիրունով չեմ շարժվում ամեն դեպքում, բայց լավն է հարաբերական, լավ ու վատ, այսինքն այդպես ինչ-որ բաներ էի մտածում, հետո մի պահ մտածեցի, երբ որ գնահատելու պահը եկավ, ես ուզում էի գնահատել, հասկացա, որ ես չեմ կարող օբյեկտիվ, ինչ-որ ռեալ իմ գնահատականը տամ։ Եվ հենց այդ քո ասելուց հետո ես որոշեցի իմ գաղտնիքը քեզ կարելի ասել, բայց միայն այն դեպքում, երբ որ դու ինձ խոստանայիր, որ սա մեր մեջ էր մնալու, քանի որ դու դա ինձ խոստացար, հիմա ես քեզ կբացահայտեմ, այսպես ասած։ Ես էլ այդ հարցի շուրջ մտածեցի, որ իմացա արդեն կառուցվածքը բալային համակարգի, բալեր տալու, որտեվ իմ համար էլ բավականին ծանր թեմա էր, ես ոնց մտածում էի, ոնց պետք է մարդուն մի հանդիպումից, ասենք 1, 6, 4
Չէի կա, իմ մեջ ես տունն էլ էի մտածում։ Ես հենց իմացա, ես գնացի տուն ու ասի լավ, բա ոնց կար։ Իմ համար ամենադժվար հաղթահարելին այդ փուլն է եղել, բայց ի վերջո մի քանի պատահականություններից հետո ես եկա այն եզրահանգման, որ ես քվեարկությունը նույնպես պիտի պատահականության սկզբունքով անցկացնեմ։ Հետաքրքիր է։ Ու ինչ եմ անում, որ զույգս ինձ չի տեսնում, այսինքն ինքն էլ է քվեարկում, ես ներքևը կարտի նման փակ խառնում եմ, չեմ բաժանում, խառնում եմ, կիսում եմ ու վրայի քարը ցույց եմ տալիս ու ես էլ նոր տեսնում եմ։ Հետաքրքիր է։ Ու այսօր էլ եմ տենց անելու, բայց այսօր դու ես ընտրելու քո թիվը։ Հա, բայց հնարավոր է։ Հա, մատդ կդնես վրան, դու ոչ ես կտնամ, ոչ դու։ Ավելին ասեմ, ես չեմ տենա այսօրվա մեր թիվը։ Ես էլ կտենամ եթերում։ Ամեն դեպքում տեսնել պետք է։ Հա, օքեյ, լավ։ Չէ, ես չեմ ուզում, ես եմ որոշում դա։ Որ իմա, լավ, օքեյ։ Չէ, վաղը պարզ կլինի որն էր, վաղը կարող եմ ուզեմ նայեմ։ Այդ արդեն լավ, գաղտնիքը այնքանն էր, այն մնացածը քեզ չեմ ասի, ինչ է։ Շատ լավ։ Իմ կարծիքով հենց այս դեյթերի նպատակը հենց դա է, որ եթե գնում եք հանդիպման, ժամադրության, դուք քննարկում եք ինչ-որ թեմաներ խոսում եք, դա ինչ-որ վաու կամ ինչ-որ եսիմ ինչ չի, այսինքն դա հանդիպում է, որի արդյունքում մարդիկ հասկանում են, իրենք կարող են իրար հետ շփվել ընկերական, կարող են չշփվել, դառնալ թշնամիներ կամ ինչ-որ բան, կամ կարող են սիրարվել կամ ինչ-որ կայծ առաջանա, ու պետք չի դրանից սարքել ինչ-որ բան, պիտի գնալ, հանդիպել, հասկանալ, հենց կարծում եմ այս պրոյեկտի նպատակը դա է, որ մարդկանց ցույց տալ, որ հանդիպումը դա նորմալ է, հանդիպումը կարա լինի շատ սիրուն, անգամ եթե դա առաջին անգամ է, կա, չէ՞, sense կարծրատիպ մեր հայերի մեջ, հենց տուն տանելու ուլնեմ, նոր լավ բաներ կանեմ իր համար, խի, ինչու։ Իսկ հիմա արդեն հասկացար ինչպիսի տրամադրվածություն ունես իմ հանդեպ, մենք այստեղից դուրս ենք գալու որպես ընկերներ, թշնամիներ, հարազատ թշնամիներ։ Լավ, արի ես հարցին պատասխանեմ, անցնենք քվեարկության։ Շատ լավ։ Ես նորից եմ ասում, չեմ կարա իմ մեջ նաստրայվեց անեմ հարաբերության տեսակը, սենց կնոպկենսով ասեմ ես աղջիկա, հա, տենց կարամ։ Ես չեմ ասում նաստրայվեց, ես ասում եմ ինչ զգացողություններ ունես ինձ։ Զգացողություններս քո հետ շատ հաճելի է։ Շատ հաճելի է, սիրասուններ, որ իրար հետ հաճելի է, մեզ մոտ ժամանակի սղություն կա, դրա համար խնդրում ենք արդեն անցնել քվեարկությանը եւ տալ միավորները։ Որ ընտրես քո գնահատականն է։ Ես էլ եմ ուզում։ Դավայցի, ավելի թույն։ Էդ մի քաշի, մատը դիշ։ Շատ լավ է։ Հա, ճիշտ է, պիտի չվերցնեի։ Հիանալի։ Դե, տեսեք, կարծում եմ իմ սկզբունքը ամեն ինչ ասում է իր մասին։ Ու այդ թվերին, որ նայում ես, ինքը ուղիղ ինդիկատոր է, թե որ դեյթը ինչ ոնց է անցել։ Կարծում եմ պետք է ինքը ավելացնելու չի, այդ թվերը արդեն խոսում է։ Առաջի օրերից հետո փոխվել է իմ կարծիքը գնահատման համակարգի վերաբերյալ, քանի որ ես հասկացա, որ առաջի դեյթն էլ է լավ անցնում, երկրորդն էլ է լավ անցնում, դու չես կարող օպտիմալ գնահատական տալ, դրա համար ես որոշեցի պատահական ինչ-որ իհարկե ինչ-որ հանգամանքներ հաշվի առնելով, այսինքն եթե վատ անցնի, հաստատ 6 չէի տա, բայց որոշել եմ, քանի որ չեմ կարող կոնկրետ գնահատել, պատահական տալ։ Ես իմը պատահականության սկզբունքով վերցրել եմ, համաձայն եմ եղել այդ գնահատականի հետ եւ դրել եմ։ Ինչքան ես դու խոսացել մեր դեյթի մասին։ Այսօր ինձ թվում է լրիվ քեզ եմ լսել։ Լավ։ Ես էլ կխոսեմ։ Կլսես, լսի։ Դու ամենա այս սիրասունների մեր մեջի ամենատաղջիկների մեջ ամենափոքրն ես ու սաղ բոլորը մտածում են, որ եթե դու փոքր ես, ուրեմն առասարակ ամեն ինչով փոքր ես ու քեզ փոքրի պես ես զբաղվում, բայց իրականում դու մեծ մարդկանցից ավելի շատ բան ես հասկանում։ Քեզ անկեղծ ասեմ։ Ես չէի հավատա։ Ինձ որ մի անգամ ցենց բան ասեին։ 21 տարեկան ես, բայց իրականում դու շատ
հասուն մտածելակերպ ունես։ Էդի կարան շատ քչերը հասկանան այդ տենան այդ, բայց ես տեսել եմ այդ քո մեջ, որ դու ունես այդ հասունությունը քո մեջ, հասկանում ես։ Ես շատ ուրախ եմ, որ նախ ես այդ նկատել եմ քո մեջ, որովհետև նայ դու հիմա բոլորը նկարանող խումբը, հերոստատիտողը, չգիտի որ դու 38 աստիճան տաքություն ունես, բայց դու սենց սուս նստած ես, արդեն դու պայծառություն ես տալի, բայց պայծառություն ես տալի, ես չէի կարա չասեի։ Այսինքն նայ դաժե դու երբ որ չես խնդում, նես տպավորությունը ոնց որ դու ժպտաս։ Դա շատ կարևոր հատկանիշ է, որը որ շատ քիչ մարդիկ ունեն։ Երբ որ մարդ կարում է առանց մի բառ ասելու իր էմոցիան ցույց տա։ Իրականում շատ բան կարամ քո մասին պատմեմ, որ դաժե դու ինքդ ոնց որ մի քիչ չգիտես էլի, որ քո մասին այդքան բան ես կարամ իմանամ։ Իլոնան եկել է գուշակի մոտ, կամ տարու մասնագետի, կամ չգիտեմ, աստրոլոգի մոտ։ Մեկը այն, որ դու երբ որ տխուր ես լինում, բայց դու ժպտում ես, որ ցույց չտաս, որ դու տխուր ես, նայ դաժե հիմա խնդում։ Վայ Իլոնա, կստացի, ես Իլոնային Մուաննա եմ ասում, հարգել է հեռուստադիտող, որովհետև լմյատ նա եկել, այդ Մուաննա մուլտիկի մեջի լրիվ Մազելստել կակրասեսր սենսիչոր էքզոտիկ Դուեյն Ջոնսոնն եմ, լրիվ Մուաննա ես դու։ Այ շատ պայծառ անհատականություն ես դու Իլոնա, անկեղծ եմ ես այդ քեզ ասում ամբողջությամբ։ Ինչ նպատակներ ունես հետագայում, այս պրոյեկտից հետո ինչ ես անելու։ Պատկերացրա, շահեցիր 20 միլիոնը կրեցիր ու ուզում եմ հասկանամ ինչ պիտի դու անես։ Խոսքը գումարին է վերաբերվում, թե ընդհանուր, երբ որ պրոյեկտը վсё է, որ այլ նկարահանում չկա, ոչ մի բան չկա։ Աստված չանի չհաղթես, բայց օրինակի համար պատկերացրա, հա, արդեն գնացել ես, վերջացավ պրոյեկտը։ Ինչ կանես պրոյեկտից հետո։ Ինձ ահավոր հետաքրքիր է այդ հարցը քո պարագայում։ Տեսեք ոնց որ հարցազրույց լինի։ Դեռ ոնց որ հարցազրույց լինի, ու այդ աստրոլոգի մոտ։ Բնականաբար այս համարվում է ասենք ինչ որ պրոյեկտ, որտեղ որ նկարահանվում ես ու X օրերից հետո դու էլի գնում ես քո բնականոն կյանքին, այսինքն նորից աշխատանք, նկարահանում, պարապմունք, պրոյեկտից հետո իրականում այսքան տարբեր մարդկանց հետ շփվելուց հետո դու ճիշտ որոշումներ կկարողանաս կայացնես, այսինքն ինչ որ մեկը երբ որ գա այդ X մարդու նման քո հետ շփվի, դու արդեն sense անալիզ արած կասես, ըհը ինքն էլ էր տենց, ուրեմն վсё, որ ոչ չինեմ ինչ որ վստահություն, ոչ ինչ որ sense քո հանդեպ ով է նախանձով, դու այդ ամեն ինչը այդ մարդու վերաբերմունքից կհասկանաս։ Ավելի շատ այս պրոյեկտը իմ համար այն էր, որ ես այսքան մարդկանց հետ շփվեցի, ես բոլոր ընթացքներում ասում եմ, որ ես եկել եմ էմոցիայի հետևից, իմ համար ապրումներն է կարևոր, բնականաբար այո, գումարն էլ ինչ որ չափով դեր խաղում է, չեմ կարող ասենց ասեմ, չէ, եկել եմ մարդկանց հետ շփվեմ, չէ, բայց իմ համար էմոցիան է կարևոր, էքսպրեսիան, էմոցիան, ուր է։ Լսիլը Մուաննա, ինձ գիտես ինչն է շատ այդ որ դու ասեցիր նախանց բան, բնականաբար դու շատ սիրուն աղջիկ ես։ Ինձ գիտես ինչն է դուր գալի, որ դու մնացած մյուս աղջիկների հետ, դաժե եթե ինչ-որ կոնֆլիկտային պահ կա, որը որ կարա լինի քո հետ, դու այդ երբեք կոնֆլիկտով չես ոնց որ չես ուզում ցույց տաս, որ դու էլ իրանց հանդեպ ես վատ տրամադրված։ Դու բոլորի դու բոլեկա ժպտում ես։ Հա, այդ տխուր հայացքդ տեսել եմ, բայց դու չես ցույց տվել դաժե այդ տխուրը, դու ցույց տվել պրոստը լուրջ։ Ինքնից նոր հենած հայացքը։ Ինձ թվում է դա պրոստը էտա, քո տխուր հայացքը էսա, բայց դու այն շատ աստղով ես։ Բոլորը ինձ թվում է համաձայն կլինեն այդ իմաստով։ Կարում եմ, չէ, 40 աստիճան ջերմություն արդեն գումարած։ Ինչ վերաբերվում է այդ կոնֆլիկտ նախանց եւ այլն, այո, նախագծում կա մասնակից, ում հետ ինչ որ չափով կոնֆլիկտի մեջ եմ, բայց ինձ թվում է մենք այսօր այդ մարդու հետ ենք եղել, ընդհանուր երբ որ գալիս էինք այստեղը, ես կարամ անընդհատ չգիտեմ, եթե դիմացին ես լարվածություն է ցուցաբերում, ես այդ լարվածությունը չեմ կարա լարվածությունով պատասխանեմ։ Եթե բնականաբար ինչ որ этаպը հասնի, այն որ ասում են, sense բաժակս լցվում է, բնականաբար մարդ եմ,
ով էմոցիաներ ունի ու ես չեմ կարա իմ էմոցիաները, իմ ամեն զգացածը, չգիտեմ, ներս տանեմ ու ինչ որ մեկի պատճառով ինձ վնաս տամ։ Դրա համար ավելավա դրա մասին ընդհանուր մարդիկ բաց խոսեն ու իրականում ես շատ կուզեմ, որ այդ մարդու հետ իմ կոնֆլիկտը սենց անհետանա, պրոստը մի հատ մտավախություն կա, այո, որ այս նկարահանման շրջանակներում որ այդ մարդի հետ վատացել է ու այդ սենց մի հատ սենց կարա այն ժամանակ սենց թափեցնի, երբ որ վերջանը նկարահանումները, ասես այդ մարդը ցայլ կներես դերի մեջ է օրինակ այդ ահավոր տհաճ կլինի իմ համար ու այդ բնականաբար էլի մարդու սենց մինուսներից է ու էլի նոր չգիտեմ, սենց ինչ որ մարդու տեսակ է իմ համար։ Դու ամենակարևորը ինչ կոնֆլիկտային հարց ուզում ա լինի, դու կարևորը այդ քո ժպիտը մի կորցրա, երբեք ոչ մի պարագայում։ Իլոնայի հետ դեյթը շատ լավ է անցել, անկեղծ։ Ես Իլոնային այսօր բացահայտել եմ լրիվ սենց նոր տեսանկյունից ու լրիվ նոր սենց մի հատ պուպուշ էակ։ Չէ, շատ լավ մարդ է իրականում Իլոնան ու ինքը շատ բարձունքներ է ունենալու հաստատ իր ուզած ոլորտում։ Հիշում ես, որ ճանապարհին գալիս էինք, ես ասացի, ես էլ այդ խնդիրը ունեմ, որ շուրթը շատ եմ սենց կծում անընդհատ ու անընդհատ սենց ճաքում է։ Ես Էսի հիմա քվեարկության հետ կապ չունեցող բան է, բայց քվեարկության բանի մեջ է էլի դրած։ Պրոստը ես սենց քո կերպարին համաունչ մի հատ սենց վազելին եմ։ Իրական չես դու։ Սենց վազելին եմ բերել։ Օհո, դա շատ լավն է։ Շատ լավն է։ Ինձ էլ նման ինչ որ։ Դրա համար էլ ասում քո կերպարին համաունչ, որ ինչ նայես հիշես։ Վայ Իլոնա, վայ Մուաննա։ Շատը վարդայի մեջ էտ այնց գրավել, որ ես կարամ կասկած չունենամ, որ ինքը կա ինչ-որ դերասանական խաղով խոսի իմ հետ նամանավանդ ժամադրության ընթացքում։ Քո պարագայում օրինակի համար, որ քո պերսոնաժի նման, քո նման ֆիգուրա, քո նման պրինցիպներով, այդ քո տեսակի մարդը, ով շատ գեղեցիկ է ու ով շատ կարում է ինչին ուզում է հասնի, իր կողքի տղամարդը ծաղկելու է։ Մի քիչ տարօրինակ բան եմ ասում, որ գիտես ինչով, որ դու միշտ տենց պահանջկոտ կարաս լինես, պահանջկոտ ոչ թե դու ինչ-որ տենց անընդհատ բան ես պահանջելու, բայց դու քո տեսքով ու քո մարդկային արժեքներով դու նենց ես կարողանալու անես, որ քո կողակիցը ծաղկի առաջ գնա, որ ինքը մոտիվացիա ունենա, հասկանում ես, որ ինքը գնա դեպի առաջ, որտեղ իր կողքին կաս դու։ Այդ տեսակին ես դու պատկանում, որ իր համար նյութականը կարևոր չի, այդքան ինչքան հոգեպես այդ մարդը քոնը լինի։ Իմ կարծիքով անկեղծ չի։ Вообще իդեալական հարաբերությունները, կատարյալ հարաբերությունները իմ համար դա, որ միշտ այդ բալանսը պահվի երկու զույգերի կողմից։ Բնականաբար տղամարդը պետք է իր խելքով, ուժով, իրան նես դրսևորի, որ կինը հասկանա, որ ինքը ապորա ունի իր կյանքում, այսինքն որ կինը հանգիստ լինի, որ թե ինչ-որ մի հատ վատ սիտուացիա լինի, ինքը ունի այդ մարդը, ով կփրկի այդ սիտուացիայից, հասկանում ես, կինն էլ բնականաբար պետքա նույն ադապտացիան տա։ Որտեվ այո, տղամարդը թիկունքն է։ Այո։ Եթե դու քո կնոջը արժեզրկես, եթե դու քո կնոջ ինքնագնահատականը գցես, չգիտեմ, քո կինը ամենասիրունն է լինի, դու կողքից ինչ-որ սենց ինչ-որ տիպաժ աղջիկա նայես, ինչա այսքան մասը իրա բաց է, որ դու ունես, որ այո, մեր հիմիկվա սերնդի աղջիկների և կանանց խնդիրը ամբողջությամբ դա է, թե ինչու են իրանք դիմում պլաստիկ վիրահատությունների ու չգիտեմ, ինչ-որ նման բաներ անում, իրականում ես դեմ չեմ, այո, մարդը կարա իրա քթից դժգոհ անի, բայց Այն որ 89% դա գալիս է նրանից, որ իր կողքի տղամարդը իր ինքնագնահատականի հետ խաղացել է։ Ոչ։ Ինչ է խոսում ես երեխեք։ Ոչ սիրելիներս, մարդիկ պլաստիկ վիրահատություն են անում, որովհետև ուզում են այլ ուրիշ տեսք ունենալ, պարզապես դա։ Միշտ ասել եմ, որ չկա տգեղ կին կամ տգեղ աղջիկ, հասկանում ես, ամեն մարդ յուրովի գեղեցիկ է, բայց այլ հարց է, եթե դու օրինակ լինես գեր ու չուզենաս քեզ դուր գա այդ գերը, ուրեմն դու տենց եղի, թե քեզ տենց օրինակ դուր է գալի։
էլի դու միշտ սիրուն ես բայց կատայելու, այսինքն դու ուզում ես, եթե աղջիկը ուզում է կատայելա գործվի, գնա մարզասրա, մարզվի, առողջ սնվի, իրան հետևի, այսինքն էդի вообще կայֆ է, որ մարդ հասկանում է, որ ինքը, հա, գեղեցիկ է, բայց ինքը ուզում է ավելին ձգտի, այդ ավելին միշտ պետք է շահագրգռի մարդուն, մանավանդ կանանց, որ ես Իլոնային կարայի սենց որպես ինձ զույգ պատկերացնեի, իրականում ինքը սենց շատ բաներ ունենք, որ մենք իրար հետ կարանք որ տենում եմ էլի մասնիկներ կա, որ մենք բռնում ենք իրար, բայց տվյալ պահին մինչև պրոյեկտի վերջ հաստատ ես այս պրոյեկտում մենակ եմ։ Ամբողջ բեռը միշտ հայ տղամարդիկ գցում են կնոջ ուսերի վրա ու այդ աղջիկների աչքերը, որ իրան գալիս են պարապեն, լացելով, անում են պրես, որ այդ փորանցի, որտեվ ես էլ մարզվել եմ, ես էլ գիտեմ, որ խոսակցություն էլ է գնացել, որ իրենց ընկերը հավանում է ինչ-որ սենց գեղեցիկ, ինչ-որ հետույքով աղջիկների, տալիան պետք է անպայման սենց 60 լինի, այդ շատ սխալ է, եթե դու մեկին սիրում ես, դու բնականաբար всё, իրան ստեղից վերցեցիր, առանձնացրեցիր, դու իրան սիրում ես քո սրտում, չես նայելու իր ֆիգուրային կամ ինչով-այն, ու ընդհանրապես այդ նայողներ պետք է մի հատ առաջինը իրան նայի, բոյը, չգիտեմ, ինչ ասեմ, գերությունը, ինչ ասեմ։ Այսինքն ասածս, այսինքն ամենավերջին։ Ինչ-որ վրդովված խոսում եմ։ Հա, բայց անկեղծ է, որ այն թեմանա, որ պետք է շոշափվի։ Պրոստը ուզում եմ ասեմ, որ յուրաքանչյուր աղջիկ իդեալական է։ Պրոստը ինքը պետք է նայի իր կողակցին։ Բոլոր աղջիկները իդեալական են։ Ես իրականում մտածում էի, որ իմ ու քո դեյթը սենց հետաքրքիր է ալնելու, սենց հետաքրքիր էլեմենտներով է ալնելու։ Մենք շատ հաճելի զրույց ենք ունեցել ու ոնց որ Վարդանին այն առաջի տպավորությունը, որը որ Վարդանի հանդեպ եմ ունեցել, սենց ակնթարթային պրոստը փոխվել են ու մինչև դա էլ մենք շատ երկար խոսել ենք ու սենց մի հատ բան էլ ասեմ, որ ես շատ կուզեմ, որ Վարդանը հաղթի, որովհետև իր երազանքն է, որ իր մայրիկի համար ինքը բնակարան գնի ու որը որ սենց ինքը ասեց, ես սենց եմ որ ասում եմ զենքերդ լրիվ վայր ես գցում, այդ վիճակն է լրիվ։ Տորտը կեր, որովհետև ես զգում եմ, ոնց այդ տորտը տենց քեզ քաշում։ Մի հատ ինձնից բան ասեմ, որ ես ահավոր շատ եմ քաղցր ուտում, ես շատ քաղցրակեր եմ ու դա էլ է ինձ միշտ էներգիա տալիս։ Դե որովհետև դու տեղով քաղցր մարդ ես շատ Ինձ թվում է բան է, եթե սենց քեզ սենց դանակով խփեն, ոչ թե սենց արուն կգա, այլ նուտելա սենց կհոսա։ Կամ շաքար, սենց շաքարը կգնա, էլի։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր ես ունեցա հնարավորություն, այն ինչը որ մտածում էի Իլոնայի մասին, հաստատվեր, որ ես ճիշտ եմ մտածում այս աղջկա մասին։ Ու ամենակարևորը գիտես որն է, որ ես ուրախ եմ, որ ճանաչեցի իսկական Իլոնային, որովհետև իսկական Իլոնային շատերը չեն ճանաչում։ Իսկական Իլոնային դեռ կհասցնես ճանաչել, որովհետև ձեր ժամանակը սպառվեց, ժամանակն է գնահատելու իրար։ Վարդանը ստացել է ամենաբարձրը 6-ը, ես շատ երկար եմ մտածել այդ հարցի շուրջ, իրականում մինչև դա ես չեմ որոշել, որ Վարդանին 6 եմ դնելու, Վարդանի մարդ տեսակի համար եմ ես դրել, Վարդան իմ հանդեպ շատ ուշադիր է, եթե անկեղծ, ու անգամ այդ ժամադրությունից հետո էլ ինքը էլի շարունակում է իմ հանդեպ ուշադիր լինել, որը որ բնականաբար ցույց է տալիս նրա մասին, որ Վարդանը անհնար է գնահատական կորս էր, որովհետև եթե ինքը գնահատական կորս, ինքը պրոստը հաջորդ վարքից նեյտրալ մարդ կլիներ, բայց այդ մարդը իմ հանդեպ ուշադիր է։ Իլոնային գնահատել եմ 5, որովհետև ինքը 5-ի արժանի է, բոլոր սիրասումները կարծում են, որ ինքը 21 տարեկան է, ուրեմն փոքր է, շատ բան չի հասկանում, բայց իրականում ինքը շատ հասուն մտածելակերպ ունի, կարող է դա տենց չերևա, բայց իր ներսում ինքը լրիվ հասուն սենց ֆիգուրա մի հատ Una mattina ti son svegliato Oh bella ciao bella
Սիրասունի մասնակիցները ժամադրություններից դուրս իրար ճանաչելու եւ տարբեր իրավիճակներում իրար տեսնելու հնարավորություն ունեն ապրելով նույն տանը։ Մտերմիկ զրույցներն ու ջերմ երեկոները կարող են փոխել խաղի ընթացքը։ Պայքարը պայքար, բայց լավ ժամանակ անցկացնել ոչ ոք չի արգելել։ Esta esencia de grande, tan dura darunda de quiero un perato, minazo. Esta esencia de sola, de zona de sombras que levanta amor. Esta esencia de una en la zona naría, de quiero por fer todo se inhalaría. Esta esencia de grita, porque ni una naría. Que no vuelve el alma. Արքան մահանումը որոշում է իր կարողությունը բաժանի 3 զավակների միջև։ Նիֆիգա սիբի ասում է 4-րդ զավակ։ Բայց օրիգինալում ես համոզված եմ ուրիշ ձևատանջում։ Մասնակիցներից յուրաքանչյուրը մտածում է, թե ինքն է առաջատարը կամ գոնե առաջատարների շարքում է, բայց հավատացեք, թեժ պայքարը դեռ առջևում է ու գուցե որոշիչ լինի հենց ամենավերջին հանդիպումը։ Մեր սիրասունները գնալով մտերմանում են, իսկ եթերների քանակը պակասում։ Դա նշանակում է, որ ամենաթեժը, հետաքրքիրը ու կրքոտը դեռևս առջևում է։ Նրանց մնացել է յուրաքանչյուրին ընդամենը 2-ական ժամադրություն, որի արդյունքում էլ կպարզվի, թե ով է այս նախագիծը լքելու 20 միլիոն դրամով։ Դուք մնացեք Monk 3-ի հետ, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիրը, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է, սա սիրասուն ռեալիթի շոուն է։ Ucom ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։